Չենք բարևում, դե բարևում ենք։ Նույն։ Բարև տես, Մենք բարև տես։ իրանք բարևենք, բայց մեր հետևորդներին բարևենք, էլի ոնց որ։ Հա, անպայման։ Դե ասա, ներկայացրա այսօր ինչ ենք անում։ Այսօր մի թեմայից եմ ուզում խոսենք, որը ինձ թվում է մենակ ինձ հետաքրքիր չի, նաև շատ ուրիշ մարդկանց հետաքրքիր կլինի, թե ինչու է մեր ուղեղը շատ տաղանդավոր ձևով արդարացնում մեր վատ սովորությունները ու կոնկրետ սովորության մասին եմ ուզում խոսանք, այդ սովորությունը կանեփի օգտագործումն է, թույլ թմրան միջոցների օգտագործումն է։ Այսպես։ Այսինքն ինչի է մարդը օգտագործում ու մի հատ էլ ինքն իրան արդարացնում։ Հա։ Որպեսզի իրան մեղքի մեջ չքցի, չմտածի թե ոնց ինչ, ասում է լավ, երևի մի լավ բան կա, արդարացնենք։ Իսկ լավ, մի հատ ուրիշ հարց։ Իմ ձենը նորմալ լսվում է, այսօր միկրոֆոնը քիչ հեռու եմ դրել։ Հա, ուրեմն դու ինչ ես մտածում, ինչի համար են օգտագործում ընդհանրապես։ Ասենք դե օգտագործել դες չենք ծնվել, մենք ինչ որ մի պահի կյանքի որոշում ենք դա օգտագործենք։ Ինչի համար այդ դիլն։ Ну, որպես որոշում չեմ կարա իրան ասեմ, ինքը կարա լինի ինչ որ պատահական օրինակ փորձելուց, այսինքն քեզ առաջարկեցին, փորձեցիր ու դուրս եկավ։ Ես օգտագործել, հետո էլ ասում ես հալավ դե թույլ թմրանյութ է էլի, ինչ կլինի որ օգտագործեմ։ Մեկը հավես է, հետո էլ թողում է, Պրոտիվ ոչ մեկին էլ բան վտանգ չի վնասում։ Ես էլ ինչ եմ վնասում։ Ну, այդպես է հավատալիքը գնում, որ ես էլ ինչ չեմ վնասում, ոչ մեկին չեմ վնասում, կարելի է էլի։ Ինչ կլինի։ Ուրեմն լավ, վեր սենց ասեմ։ Մի հատ ուրիշ հարց տամ, որ սենց կարենամ կամ մտնեմ սրա մեջ։ Առանց որևէ մի բան զբաղվելու, առանց որևէ մի բան անելու, ուղղակի սենց պրոստը նստես, ինչքան կկարենաս ըստ քեզ։ Մի 5-10 րոպե։ Չգիտեմ։ Եթե ոչ մի բան չանես, այսինքն ոչ գիրք վերցնես կարդալու, ոչ ինչ որ բան նայես, ոչ ես օքեյ, եթե գնանք մեդիտացիաների պրակտիկաներին, իրանք կարան, հա։ Չէ, մեդիտացիայի մասին չենք խոսում, ահա, մեդիտացիայի մասին։ Եթե դա չխոսանք, պրոստը նստել, մարդը, հա, երևի մի, ну, լավ, մաքսիմում մի 15 րոպե։ Հիմա նայ, պատկերացրա տունն ես, կյանքը ոնց գնում է, տենց գնում է, ու դու տենց տուպը նստել ես։ Ոչ մի բան չես անում։ Զանգա գալիս, հեռախոսի նամակը գալիս, ընդ նորություններով են բան խոսում, տնեցիք են գնում, ու դու տենց նստում ես, հա։ Ինչ անում քո հետ ընդհանրապես լսում ես ներքին մտքերը ինչ որ գալիս գնում է։ Ահա։ Ու այդ ներքին մտքերը շատ դաժան մտքեր է, եթե դրանց ուշադրություն ես դարձնում, եթե չգիտես դա որտեղից է գալի, խի է գալի ու ինչ ասելիքներ ունեն։ Հիմա ասենց էսա բերեմ կապել։ Այդ ընթացքում որ դու ոչ մի բան չես անում ու այդ մտքերը լսում ես, հիմնականը գերակշռում է քո քննադատ ծնողի ձենը։ Ինչ ես տենց անկապ նստել։ Ժամանակը փող է օրինակի համար, չէ՞։ Վերկաց մի հատ պիտան եղի, մի բան արա եւ այլն, սենց խոսքերը գնում է ու դա կոմոդ անհանգստություն է հասկացար, դա քեզ տալիս։ Դու սկսում ես ներսից քեզ ուտել։ Քո մեջ դատարկություն առաջանում, որտեղ դու ոչ մի բանով զբաղված չես, դու չգիտես ինչով զբաղվես։ Մի բան պիտի անես, ու հանգստանա։ Նայ, քարանձավի ժամանակաշրջանում մեր ուղեղը միշտ ինքը սենց քանի ռեժիմում է եղել։ Ես մի թփից ես դուրս չգա, մի թփից են դուրս չգա, քարանձավից սա դուրս չգա, ինչ չուտի, հասկացա՞ր, չէ՞, ինքը անընդհատ այդ վտանգի սպառնալիքի ռեժիմում է եղել, անընդհատ քան արել իր շուրջը։ Ու որ դու նստում ես այտենց հանգիստ ու ոչ մի բանով չես զբաղվում, ու ով ասում մի րոպե, դե մի բան սխալ է, չի կարա այտենց լինի, հասկացա՞ր։ Ու այդ հիմնականը այդ քննադատ ծնողիդ միջոցով է որ այդ ազդում, որ դու հելնես ինչ որ մի բան անես, որտեղ երեխուն դաստիարակելու լավագույն միջոցներից մեկը ամոթ ու մեղքի զգացում ներշնչելն է իրան, որ ինքը դառնա պատսլուշն ոնց է ենթարկող։ Հիմա դու տենց չես ենթարկվում ու քո ներսի ծնողը սկսում է քեզ ուտել։ Այդ պահը պատկերացրիր, չէ՞ ինչ է կատարվում։ Էդի հա։
Հիմա այդ ինքնախարազանումը գալիս է այդ քննադատ ծնողից, քննադատ ծնող էգո վիճակից։ Ինձ հասցնեմ որ ավելի ճիշտ լինի, թե չէ մարդիկ կմտածեն մաման այդ կայնած բրդումա։ Ու այդ ձենը քեզ անդադ ասում որ դու ոչ լիարժեք ես, դու թույլ մարդ ես, դու ասենք ընտանիքին ամոթ ես բերում եւ այլն եւ այլն եւ այլն, ինչքան նեգատիվ կա, որի համար դու քեզ ամաչ ես ու մեղքի զգացում ունես, հասկացա՞ր։ Ու երբ որ առաջի անգամ օգտագործում ես ինչ-որ մի բան, այդ անհանգստությունը, այդ ամեն ինչը զուտ քիմիայի ու մեր նյարդային համակարգի միջոցով անցնում այդ ամեն ինչը։ Օգտագործեցիր, հանգստացար, թուլացար, ոչ մի ձեն գլխի մեջ չկա, ու դա վсё։ Մի հատ խորշուն չես քաշում, ասում ես ջան, բարձա այս ամեն ինչից, ինչ մեջ ես կատարվում, ասենց լավ է։ Հասկացար։ Ու հիմա ինչի է դա արդարացվում, դա արդարացումը գալիս է քո փոքր երեխա էգո վիճակից։ Ու դա պաշտպանական ռեակցիա է, որ երեխան երբ որ չի դիմանում այդ քննադատ ծնողին, ինքը սենց այդ արդարացումը վերցնում է ու իրան սենց մի հատ վահան է սարքում դրանից։ Ապյացիր չէ՞ այդ բանը։ Դու ինձ անընդհատ արժեզրկում ես, դու ինձ անընդհատ քլնգում ես, ես սենց պաշտպանվում եմ։ Ինձ հանգիստ է պետք որ ես քո ձեռը ապրես, ինձ հանգիստ է պետք որ ես վերջնական քո ձեռը չգժվեմ, ես սենց հանգստանում։ Հասկացար։ Մենք ոնց որ միանգամից մյուս հարցն էլ բացեցինք, հա։ Պես է գալիս ենք, հերթով գալիս ենք։ Ուրեմն, թմրանյութը ինչ տեսակի որ ուզում է լինի ինքը իրանով երբեք օբյեկտիվորեն չի արդարացնում, ընդհանրապես։ Բայց հոգեկանը սուբյեկտիվորեն դա արդարացնում է 4 կետի հիման վրա։ Հիմա ավելի մանրամասն բացատրեմ էլի, այդ քննադատ ծնող ու այդ երեխա այդ կռիվն է։ Ու դա 4 կետ է ալնում, էլի սենց ասած։ Երբ մարդու այդ ներքին ցավը, այդ դատարկության զգացումը, այդ ամեն ինչը գերազանցում է իր մեղքի զգացման։ Այդ են պահն է, երբ որ ասում ես, եթե ես մի անգամ չօգտագործեմ, ես вообще կգժվեմ, հասկացար։ Ուստի այդ արդարացումը գալիս է որպես գոյատևման միջոց։ Արդարացնում ես քեզ տենց, որ ես սենց գոյատևում եմ։ Դա առաջ կետն էր։ Հասկացար ինչ եմ ասում։ Հաջորդ երկրորդ կետը որ կարա լինի, այն եռանկյունին հիշում ես Կարպմանի եռանկյունին, զոհ, փրկիչ, երբ որ երեխան իր համար իրան դնում է զոհի դիրքում, թե ես մեղք չունեմ, իմ վրա շատ են ջղայնանում, իմ տնօրենը միշտ ինձ ջղայնանում է, բարդ գործեր են տալիս, ընկերուհիս է թողի գնացի կամ ընկերուհիս է թողի գնացի, հարաբերություններս վատն են, գումար չունեմ, հասկացար ինքը զոհ է։ Ու փրկչի դերում տենում է մենակ թմրանյութը, որ այդ իրականությունից կտրվի։ Հասկացար դա։ Երրորդը ինչ ռեալ փրկիչը ոնց որ չկա, ինքը վերցնում է արդեն ռեալ փրկիչը պետք է ինքը լինի, ինքը իրան չի փրկում, որտեղ դե լավ է էլի։ Վերցնում եմ, օգտագործում եմ, ինձ այդ բանին հանգստացրեց, համել ձեները կորավ, մեկը ձեները եթե դու քեզ էլ փրկես չի կորելու, իրանք միշտ լինելու են, քեզ փրկելն այնա, որ դու հարմարվես իրանց հետ ապրելու։ Իրանք միշտ լինելու են։ Բարձր, իսկ դա մի քիչ քաջություն ու ուժ է պետք։ Երրորդը դա կարա լինի ներքին երեխայի ամբոստությունը ներքին քննադատ ծնողի հանդեպ։ Դու պիտի քեզ չի կարելի, դու պիտի սենց անես, երեխային մասնա հաջողություն, ես ոնց ուզում եմ տենց էլ անում եմ։ Հասկացար, դու չպիտի ինձ ասես։ Ես ինքս եմ որոշում, թե ինձ ինչ է պետք, ինձ ինչ է դուր գալիս ու ես ինչ կարամ անեմ կամ չեմ անում։ Հասկացար, ստե մի քիչ գալիս է այդ սահմանների բանը, հավասարակշռությունը, բայց այս դեպքում երեխայի մոտի այդ սահմանները մի քիչ իր համար կործանար արվում էլի ավելի։ Բացեր Կմբոստությունը, հենց հստակ կմբոստություն է իր կողմից։ Իսկ չորրորդ կետը, այդ որ մի քիչ առաջ ասեցի, դե ես մի անգամն է, դե ամեն բայի կարամ թողամ եւ այլն եւ այլն։ Դրանք առաջի հայացքից որ նայում ես, ես ասել եմ, որ էգո վիճակները միտք, էմոցիա, վարք, այդ երրյակը պիտի լինի, որ դու համապատասխանես ինչ որ էգո վիճակի։ Ու այդ երեքը իրար հետ, մեկը ծնողն է, մեկը մեծահասակն է ու մեկը երեխան է։ Մեր մեծահասակը այստեղ ու հիմայի մասին է։ Երբ որ դու ասում ես, դե սա մենակ մի անգամ է, դա լնգիչն է, դա այստեղ ու հիմայի մասին է։
հիմա մի անգամ փորձեցի։ Պետք է թվում առաջի հայացքից թե մեծահասակը դա, բայց իրականում մեծահասակը չի, ինքը դա բանա կոչվում, կեղտոտվել է կոչվում, այսինքն կամ երեխա կամ մեծ կամ ծնողդ կեղտոտում է մեծահասակը, ինքը մեծահասակը չի, առաջի հայացքից այո մեծահասակն է ու քեզ էդի հանգստություն է տալիս, որ փաստը արձանագրում ես, դες մի անգամ։ Բայց իրականում էդի երեխա է։ Էդ էլ մի քիչ նուրբ հարց է դրան, հա մեծահասակ է որ տես կեղտոտվում է, հա, դա տենց մարդը խափում է իր այդ մեծահասակին, իր վերլուծական այդ մտածողությանը, չէ՞։ Ու դրա հիմնական նպատակն է որ ծնողի ձենը ժամանակավորապես sense ոչ մեկ չլսի։ Հասկացար։ Լավ։ Այս 4 կետը պարզ է։ Առաջինը արդեն մի հատ կրկնեմ զուտ իմ համար էլի որպեսզի կարողանամ։ Առաջինը որ փաստացի դուրս է գալի որ ես մի անգամ փորձել եմ, գիտեմ որ ինքը լավ է, ես ինձ լավ եմ զգում, հետեւաբար էլի եմ ուզում։ Բայց ինչն է լավ ու ինչի համար ես լավ զգում։ Էդի երկրորդ կետը որ արդեն հանգստանում, այսինքն ուղեղը չի տենում այդ ամբողջ ինքը իր ներքին աղմուկից դուրս է գալիս, հետեւաբար այդ աղմուկից հանգստություն է ազգում։ Այդ առաջի կետները եւ ցավը ավելի շատ է, քան իր ներսի մեղքի զգացում։ Հա։ Երկրորդը ինքը փրկիչ է գտնում իր համար, այսինքն ինքն իրան գցեց զոհի վիճակում ու թավ իր համար փրկիչը եկավ իր վիճակից ազատեց փաստացի, հետեւաբար նաև արդարացրեց։ Երրորդը եկավ որ երեխան է խոսում։ Այսինքն խոստանում է ես կարամ ինքս որոշեմ ինչ ուզում եմ անեմ, ոնց ուզում եմ անեմ, հետեւաբար ես ունակ եմ անելու ինչ ուզում եմ։ Այստեղ արդեն չի գնում արդարացում, չի գնում ոչ մի բան, զուտ ըմբոստությունն է իմ համար։ Ես տենց հասկացա։ Հա, ճիշտ է։ Հա, երրորդը արդեն մեր մեծահասակի ծածկումն է, այսինքն կոծկում ենք, այն թութակները վանդակում որ խոսում են, վերջում վրան շոր ենք գցում, ասում են սուս մենա, մեզ մի խանգարի։ Այ շատ լավ բան ասել, որովհետև եթե մեծահասակը ցենց ինքը միացավ սկսեց վերլուծել ու հասկացավ որ քո առողջությունը, քո փողը, քո հարաբերությունները կործանման են, ինքը քայլեր է անել որ դրանից ազատվես։ Իսկ երեխան վախում է, հա։ Որտեղ ինքը չգիտի ոնց քայլանի նու այդ անորոշությունը մի քիչ վախենալու է, դրա համար ավելի լավ է sense ոչ թե փակենք, այլ իրան խափենք։ Թողանք ինքը արտահայտվի, դες դա մենակ մի անգամ է, երբ ես ուզեմ կարամ թողնեմ։ Պետք է որպես փաստերի է նման, բայց ինքը փաստ չէ էլի։ Այսօր ամսի քանիսն է։ Այսօր ամսի 9-ն է օգոստոսի, դա փաստ է։ Չէ՞։ Որ հարցնես այսօր եղանակը ոնց է, դու ասես շոկ է, դա էլ կարելի է որպես փաստ ընդունել, բայց ինքը փաստ չի, որովհետև շոկը որտե՞, որ քաղաքում, որ ժամին։ Կոնկրետ այդ տաղանդն է արտահայտվում, էլի։ Ահա։ Ոնց է ներկայացնի։ Կարող փոփոխություն անի մի քիչ ուրիշ ձև, մի քիչ ուրիշ բանով, որ ավելի ինքը sense երևա սիրուն։ Հասկացանք, շատ լավ։ Լավ, պրինցիպի խոսացինք դրանից, բայց այդ անջատելու պահը, հա, այսինքն ինքը սկսում է վատ մտքեր բերել, հա։ Սկսում է ավելի արդարացումը, ոնց որ մի քիչ առաջ ասեցի, դա վահան է։ Այդ վահանը մարդը փոքրիկ երեխան։ Մարդու երեխա էգո վիճակը։ Սենց որպես պատնեշ, սենց քննադատ ծնողի, սենց ծնողն ընդ բրթում ակփում ինքը սենց այդ վահանով պաշտպանվում է։ Հասկացա՞ր։ Մարդը կառուցում է, որ երբ որ իր այդ ներքին քննադատ ծնողը շատ դաժան է։ Իսկ այդ դաժանության ցավը ինքը անտանելի է։ Հասկացա՞ր։ Ու թմրանյութը չի արդարացվում, բայց մարդու հոգեկանը արդարացնում է նրա այդ թմրանյութի օգտագործումը ամեն անգամ, որովհետև այլընտրանք չի տեսնում ուրիշ մի անգամ օգնել է, ես մի անգամ եք օգնի, ինձ այլընտրանք ընդհանրապես պետք չի, հասկացա՞ր։ Ու ընդհանրապես ստե թմրանյութը թողնելու մեջ խնդիրը ոչ թե արդարացումը հեռացնելը չի, այլ դու սովորես քննադատ ծնողիդ հետ ապրես։ Իհարկե քո մեջ մի քիչ պեղպացնես, որ դու այտենց այդ շատ ցավ չզգաս, շատ դատարկություն մեջ չզգաս, այդ ոչ մեկին պետք չէ, այդ ամեն ինչը մեջից դուրս գա, որ դու դրա կարիքը չունես։ Նու լսամասին էլի խոսանք, բայց դե
Հա, անպայման։ Լավ, իսկ ինչու ենք մենք ինքնակամ ու գիտակցաբար ուզում անջատենք մեր ուղեղը։ Փաստացի մեր խոսացածից դուրս է գալիս, որ անջատենք քննադատ ծնողին, ոչ թե ուղեղն ենք անջատում, այլ հենց քննադատ ծնողին ենք ուղիղ անջատում։ Տենց է դուրս գալիս։ Հա, հիմա նայ, ես ասեմ, ինքը ավելի հետաքրքիր ալնելու, որտեղ հիմա դու կմտածես էլի երեխա ու մեծահասակի մեջ ինչ-որ մի հատ հարց է, բայց ուղեղը իրականում անջատում է մեծահասակը։ Ու գիտակցաբար անջատելը էլ եմ ասում, շատ մարդ մտածում է, որ դա անում է կամ քննադատ ծնողը կամ երեխան, դեպքում թմրանյութերի դեպքում հարմարվող երեխան, բայց դա իրականում անում է մեծահասակը։ Սա գիտես ինչի է նման, ուզում եմ փոխաբերական պատկերացրա, ասենց ինքնաթիռը թռնում է ու իր այդ բաները, տուղբինները արդեն վառվել են, շարքից դուրս են եկել, ինքնաթիռը օդի մեջ, բայց դեռ գնում է իներցիա։ Ու օդաչուն որոշում է ինքնաթիռն անջատի սա։ Վթարն արդեն կա, ինքն է սա անջատում է, ոնց կգնա հասկացար։ Բայց ինչի է անջատում։ Որը դեմի այդ վառվող լույսերը ծնկ, դինգ, մենք բաժարի մեջ ենք, ոնց չլսի այդ ամեն ինչը։ Զուտ կոծկում է ստացվում էլի։ Հասկացար։ Այ հետաքրքիր բաներ կարդացի, ինձ թվում է լրիվ սրա հետ է ասոցացվում, ասում է եթե դու մրսում ես, օրինակ, չգիտեմ, շատ մինուս 50-60 տենց միջավայրում ես, ուղեղը քեզ անջատում է։ Որովհետև իր համար կարևոր է իրան փրկելը, իր համար կարևոր է, որ ինքը այդ րոպեին իր ռեսուրսները պաշտպանի, ու դրա համար քեզ քնացնում է։ Բայց այդ քնացնելը քո համար մահացու է դառնում, որովհետև դու կարես քնես ու ընդհանրապես էլ չզարթնես։ Հիմա առելու այդ լամպոճկեքը եւ այլն, այս դեպքում ցրտահարման ազդանշաններն է, որ իր մոտ վառվում է։ Ու ինքը էլի անջատում է, որպեսզի կարողանա ինքը իրան պաշտպանի, բայց ի վնաս ամբողջ օրգանիզմի է ստացվում։ Հա, ու նայ այդ ազդանշանները, այդ լույսերը եւ այլն, դա արդեն կռիվն է երեխու ու ծնողի։ Դու ոչնչություն ես, դու ոչնչի արժանի չես եւ այլն, ու երեխան էլ ընդհանրապես այդ խոսքերի հիման վրա ինձ ոչ մեկ չի սիրում, ես ոչ մեկի պետք չեմ եւ այլն։ Այդ ամեն ինչը որ գնում է, ոնց որ մեծացակա անջատեց, ոչ մի ձեն չկա, ոչ բան չկա, այդ անջատումն արդեն կատարվում է զուտ օգտագործման միջոցով։ Հասկացա՞ր։ Հենց ասենք ընդունում ես, ձեները կորում են, քեզ ոչ մի բան հետաքրքիր չի, ասենց հանգիստ։ Դրան բացի ներքին ու ներքին այդ երկու էգո վիճակների կռվի, ինչի է մեծահասակը, մի քննարկում ենք, որ մեծահասակն անջատում։ Ինչի է մեծահասակը անջատում, որովհետև էլի այդ երկու կռվի հիման վրա ինքը անորոշություն է տենում ապագայի հանդեպ, հասկացա, չգիտի ինչ ալնելու։ Ես 2 տարի հետո որ սենց գնա ուր եմ հասնելու։ Ու մինչև այդ օրը ապրած անցյալի համար ամոթ ազգում։ Հասկացա։ Ահա, բայց ամենահետաքրքիրն է, որ դու հենց ընդունեցիր, դու դառնում ես հավերժական ներկայի մեջ։ Դու իմաստ ես, քեզ ոչ անցյալն է հետաքրքիր, ապագան է հետաքրքիր, դու ստես։ Ձեները չկան, դու ստես։ Ես ինչի դեմից հարցրեցի, դու ասենք ինչքան կարաս սենց նստես ու ոչ մի բան չանես։ Հասկացա, դա մեծահասակն է դրան անում։ Ուրիշ պատճառ կա, ուրիշ տեսանկյունից է կարաս նայես։ Երբ որ տենում է մեծահասակը տենում է, որ իրար ուտում են այնտեղ, գնաց ուտոցին, խփում են կռիվակ, ինքը որ թմրանյութը ընդունում է, իր մոտ վերահսկողության պատրանք է կոչվում։ Իր մոտ ձևավորվում է մի հատ sense բան, որ ինքը ամեն ինչ վերահսկում է։ Ես կարեցա լռեցնեմ։ Հասկացար։ Ես ինչ ասում եմ, էլի եմ ասում, բացատրում եմ Էրիկ Բեռնի հոգեբանական ուսմունքի հիման վրա։ Ու թող ոչ մեկ
չպատկերացնի որ մարդու մեջ 3 հատ փոճուր մարդու կա, չէ, մարդը մի հատ է, ինքը տարբեր ժամանակներում տարբեր ձև է դրսևորում, դրանք հիմնականում 3 տեսակ են, որպես իր ծնողը, մեծահասակ ու իր այն երեխան, որը ինքը եղել է 4-5 տարեկան։ Իսկ sense էլի կրկնեմ, մարդիկ հասկանան ինչ մասն է խոսում։ Հա, դերերն են, ներքին դերերն են մեր, այսպես ասած։ Ու նայ։ Ու երբ որ մեծահասակը որոշում է, որ ուղեղը տանջատի, իր մոտ այդ պատրանքը գալիս է, որ ես եմ վերահսկում իրավիճակը։ Մեծահասակի համար կարևոր է, որ ինքը վերահսկի, հասկացա՞ր։ Всё, ես կարող եմ անջատեմ, ես վերահսկում եմ։ Իսկ թե ոնց եմ անջատում ու դրա հետևանքները ինչ կարող լինի, այդ բանը այդքան հետաքրքիր չի, որովհետև կռիվն այնքան շատ է, այնքան ուժեղ է, այնքան անդեդ ու կարակոծը, որ այդ ոչ մի բան աշխատ չի գալի, այնքան մի հատ դադարեցնես դրան, sense ասած։ Մենակ թե պրծնես։ Հա։ Հաջորդ, այսինքն այս եղավ 4-րդն արդեն, մեծահասակը թե ինչի է դա անում, 4-րդը էլի այդ ուղեղը այնքան թում, այդ կռիվները, այդ ամեն ինչը այնքան շատ է, մարդը հենց դատարկություն է ահավոր զգում, չի հասկանում ինչի համար է ապրում, ուր գնա, ինչ անի, ծնողն էլ ընդերից դու պիտի, երեխան վախեցած չգիտի ոնց պաշտպանվի, մեծահասակը անալիզ է անում իրավիճակը, այդ իր հիմնական ֆունկցիան է։ Գնահատում է սա ամեն ինչը ինչ կատարվում է, առանց էմոցիաների, առանց բանի։ 5 տարի է, 20 տարի է, 30 տարի է, ինձ կլնգում են, ես վախեցած եմ, չգիտեմ ուր եմ գնալու, ինչ եմ անելու, մի վայրկյանով ավելի լավ է անջատվեմ, հանգստանամ, խորշունչ քաշեմ, նոր հետո գերեվա։ Հասկացա՞ր ինչ է կատարում։ Այսինքն էլ ունեն ստեղծվում այս դեպքում։ Հա, Պրես։ Իմ համար ինքը ավելի շատ հնչում է որպես նաև փախուստ։ Հա։ Հա, բայց քանի որ ես մի քիչ առաջ ասեցի, մեր ծնողն ու երեխան կարող են կեղտոտեն, աղավաղեն մեծահասակի, ինչ է դուտակը հիշում ես։ Ինքը ռեալ չի կարող նայի, որովհետև ստեկ նայի կարող նոր բարձր կարող մի քիչ խալ հասկանաս։ Դու ու քո էգո վիճակները պետք չի իրարից առանձնացնել։ Դու համ ծնողն ես, համ մեծահասակն ես, համ երեխան ես։ Երբ որ դու գտնվում ես մեծահասակ էգո վիճակում, դու առանց էմոցիաների հիմի անալիզ ես անում քո կյանքը։ Դու թվերին տեսար, ինչքան է փող ես ծախսում, ինչքան է առողջությունդ քայքայվել, Աստվածչանի բժիշկներն ասել են, որ քեզ մնացել է 2 տարի, հասկացար, փաստերը արձանագրում ես։ Ու քո երեխան սկսեց ընդդից վախել արդեն։ Ոյ 5 միլիոն փող եմ ծախսել, առողջությանս համար 20 միլիոն պետք է բուժվելու, 2 տարի է մնացել, հասկացար, ու որ այդ վախերը չլինի, այդ բանին այդ վախերն ավելի գլոբալ ու մեծ են լինելու։ Դու մի հատ հանգստանամ, հլսպասի։ Հասկացար։ Այդ ամեն ինչը դու ես անում։ Դատի բերեմ ինձ այսպես ասած։ Հասկացանք, լավ։ Անջատեցինք ուղեղը, մեզ գցեցինք այդ հանգիստ վիճակի, հետո նորից հետ եկանք, մի հատ էլի հաշվարկեցինք, ասինք չէ, սենց չի լինի, ու ընկերներիդ խոսալուց ասում ենք, դե մեկա կարամ թարգեմ, պրոբլեմ չի։ Ուզում ես հենց այսօր է թարգեմ, ու վсё։ Այդ արտահայտության բան են անում, չէ՞, միանգամից տեղն են գցում։ Մի արդարացում են անում։ Հա, մենք այդ հենց արդարացման ժամանակ էդի քննարկեցինք, չէ՞։ Նայ, էլի եմ ասում, էդի արտահայտությունը որ անում են, ես ամեն ժամանակ, ամեն վայրկյան կամ թարգեմ, էդի նման է, որ քո մեծահասակն է խոսում, որտեղ փաստ է արձանագրում։ Բայց էդի այդ ու ըստ է իրականում խոսում է քո երեխան, այն ըմբոստ երեխան, ինչպես, որը ուղղված է քո քննադատ ծնողին, որ ես ամեն ինչ կարամ, դու ինչքան ես ուժեղ եմ, դու ինչքան էլ ինձ կլնգես, ասես դու ոչնչություն ես, դու վատն ես, դու պիտի սենց անես, դու չես կարա, տես ես կարամ, ու ամեն վայրկյան կարամ թարգեմ։ Բայց չեմ ուզում, նայ։ Որովհետև մտենց ես կարող եմ քեզ վերահսկեմ։ Ես կարող եմ քո հախից կամ ես կարող եմ քեզ չղայնացնեմ։ Ներխաղալով, հասկացար։ Հա, այ հիմա որ հստակ այդ պահը բան եղավ, սենց կառուցվեց մի այլ կարգի։ Հասկացանք։ Լավ, արդարացումների Նայ, սպասի, նայ։ Հələ գնում ենք, հələ տականում ենք։ Ես ամեն պահի կարամ թարգեմ, ճիշտ է։
Հələ այդ նախադասությունը մի հատ կարաս վերլուծես, հենց նախադասությունը։ Ես ամեն պահի ժամանակային հստակ բան չեմ դնում, ամեն պահի Նայ ամեն կարողության մասին է խոսում, պերսպեկտիվայի մասին է խոսում, որ в принципе ես կարամ։ Հիմա չի, ապագայում է։ Հա։ Ինչ որ Հիմա ինձ անցանելի վաղում է, Չէ, այդ նկատի չունեմ։ Հիմա ինձ պետք չի գործողություն անեմ։ Ես այդ գործողությունը կանեմ 5 րոպեից, 20 րոպեից, մի տարուց։ Հիմա ինձ պետք չի։ Ցանկացած պահի, բայց ոչ հիմա։ Հասկացա՞ր, այդ հիմա չկա մեջը։ Դες ոնց է խապում։ Հասկացա՞ր, երեխեն ոնց է մեծահասակին ցենտարի ասում, արի սրտ։ Ես իմ ուզած ժամանակ կարամ թարգեմ, բայց հիմա չեմ ուզում։ Հիմա օգտագործում եմ, հիմա ինձ լավ է, բայց երբ ուզեմ, ու այդ ուզելը չի գալի։ Ցավն է, հասկացա՞ր։ Բայց ես կարամ, կարևորը իր ուժերի վրա։ Այս միտքը հիշի, որտեղ սրա նման մի հատ էսա վարժություն է վերջում լինելու, էլի։ Լավ։ Էսի ապագա հիմա չի, ապագան է, ես ցանկացած ժամանակ կարամ թարգեմ, դա ուղղակի քայլ անելուց խուսափում է։ Ես կարամ քայլ անեմ, բայց հիմա չեմ անում։ Այս պահին ինձ քայլ պետք չի, այս պահին ինձ պրոստը ասում եմ, որ թարգեմ։ Կարամ։ Всё։ Հետո նայ, մեր ուղեղը չի տարբերում անելը ու կարողանալ անելը։ Իր համար երկուսն էլ հավասար է։ Ես հիմա չեմ թարգում, ես կթարգեմ, այսինքն ուղեղը հանգստացած, всё, մենք կարանք թարգենք, մենք թարգում ենք, հավասար է իրար, ուրեմն ամեն ինչ նորմալ է, մենք վերահսկում ենք իրավիճակին։ Այս խոսքը իմ համար մի քիչ նաև, գիտես, որ տեսանկյունից հնչեց, որ մենակ թարգելու տեսանկյունից չէ, նաև երբ որ մենք օրինակի համար ինչ որ գործ ենք ուզում սկսենք, կսկսեմ, ես կարամ, բայց այս պահին ոչ մի քայլ չեմ ձեռնարկում է դրա համար, զուտ ասում եմ, որ դե կարամ անեմ, հաստատ կանեմ։ Ու քանի որ քո ուղեղը կարամ անեմ ու անելը ներկապային իրարից չի տարբերում իր համար այդ նույն բանն է, ինքը հանգստություն է սկսում, всё։ Հա դե երբ ուզեմ ես հանգիստ եմ, հասկացար, երբ ուզեմ կթարգեմ, այդ ին վրա այդպես մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։ Ճոգիր, ու հիմա նայ, ես կարամ թարգեմ, հա, ոնց էր, հարցը մոռացա արդեն։ Ես ցանկացած պահի կարող եմ թարգել։ Հա, ես ցանկացած պահի։ Ուրեմն, եթե ես կարամ ցանկացած պահի թարգեմ, թողամ, չէ, օգտագործելը, ուրեմն սա կարող լինի վերջի անգամ։ Ճիշտ է։ Հա, այս մեկն էլ ու всё։ Ահա, եթե էսի վերջի անգամն է, ու ես կարամ թողամ էլ չօգտագործեմ, էսի կարամ մի քիչ ավելի մեծ դոզայով լինի, էլի դա մեկը վերջինն է։ Ու մեկը ես ամեն վարքյան կարամ թարգեմ։ Ես զգում եմ ուր ես տանում։ Լավ։ Հասկացա՞ր։ Հա, ավելի դաժանակ է իրականում ինքը։ Ահա, նայ։ Հետո, այս հələ մի հատ արտահայտությունն ենք բացում, այս արդեն 4-րդ կետն եմ ասում։ Այս արտահայտությունը ես կարամ ամեն վարքյան ցանկացած ժամանակ թողամ, ինքը էլի մեծահասակին բլոկ անում, որովհետև այդ կարողանալ ու անել այդ տարբերությունը, որ ուղղակի սկսում է ֆիքսելը, ինքը մի հատ գլխավոր հարց, ոնց որ տեսադաշտից են կոմատանում, չի թողում, որ դու այդ հարցի շուրջ մտածես։ Իսկ այդ որ հարցն է, իսկ ինչի եմ ընդհանրապես օգտագործում։ Դու դրա վրա չես կենտրոնանում։ Դու կենտրոնանում ես դրա վրա, որ ես կարամ, թե չեմ կարող թողամ, հասկացա՞ր։ Իսկ թե ինչի։ Այսինքն դու արդեն գնում ես նույն այն խնդիրնա, որ սիմպտոմի հախից ես ուզում գաս, առանց բայց բուժում չես անում։ Ապրես։ Ու այս հիմա մեն ասածից գալիս ենք մի հատ եզրակացության, որ ով ուզում է լինի այս աշխարհի վրա հոգեբանության տեսանկյունից, կլինի թմրամոլ, կլինի խաղամոլ, կլինի կնամոլ, ինչքան մոլեր որ կան։ Ինքը երբ որ օգտագործեց, որ ես կարամ թողնեմ դա ցանկացած ժամանակ, ինքը դրանով ասում է, որ ինքը ընդհանրապես չի թողալու։ Հասկացա։ Որովհետև եթե նա ինչ-որ մեկը անհատը ուզենա իրակ թողի, մենք ասեցինք նա ոչ թե կմտածի կարամ թողամ, կամ հիմա եմ թողում, կամ վաղը, կամ 10 օրից, այլ մի հատ կփորձի հասկանալ, թե ընդհանրապես ինչի է օգտագործում էդի։ Հասկացա՞ր, իր մեծ ասակին մի հատ կմաքրի ամեն ինչից, կնստի փաստերը։
Ինչի եմ օգտագործում, որովհետև ինձ տալիս է հանգստություն, իսկ եմ անհանգիստ, որ ուզում եմ հանգստություն տամ, որովհետև ինձ ասել են սենց պիտի անես, իմ իդեալական եսը իմ գլխի մեջի ու իմ իրական եսը իրար չեն համապատասխանում։ Դրա համար գալիս է այդ անհանգստությունը, այդ դատարկությունը, այդ ոչնչության զգացումը, ինչ վատն եմ ես եւ այլն եւ հասկացա՞ր։ Հա, այստեղ մի հատ ուզում եմ հարց մտցնեմ, բայց ինձ թվում է մենք իր մասին հələ խոսալու ենք։ Մի քիչ ձգենք, մի քիչ համբերենք։ Հələ կխոսանք իր մասին։ Լավ։ Հեսա մի վարքյան, մտքերս դասեմ, մի քիչ ավելի կոնկրետ ասեմ այս պահը։ Երբ որ մարդը ասում է ես կարամ թողամ ամեն վարքյան, ամեն ցանկացած ժամանակ, նա տենց որոշում է, նա արդեն որոշում է կայացրել, որ ընդհանրապես չի թողալու։ Այս բանը պարզ է, որովհետև եթե ինչ-որ մեկը ուզում է ինչ-որ մի բան իրոք անի այստեղ ու հիմա, նա ուղղակի բռնում է ու չի անում կամ անում։ Իսկ այս արտահայտությունը կարողանալ, այսինքն ես կարամ հետո թողամ, դա նշանակում է, որ քո ներսի այդ քննադատ ծնողը այնքան ուժեղ է, որ երեխան էլ է ուզում ուժեղ իրան ցույց տա ու փորձում է տենց, որ տես ես կարամ քեզանից ուժեղ լինեմ։ Իսկ ինչի դա չի աշխատում, որովհետև երեխան վախում է։ Ինչի՞ց է վախում, որ ես կփորձեմ, չի ստացվի, իմ ծնողը կասի, տեսար, ես ճիշտ էի, որ դու ոչնչություն ես, դու ոչինչ բան պիտանի չես, կամ ոչինչ բան չի ստացվում։ Այդտեղից գալիս է էլի նույն կռիվը, էլի իրար ուտում են, էլի անհանգստությունը շատացավ, էլի իմ միակ միջոցը փախնեմ գնամ մի բան ընդունեմ, որ հանգստանամ, այդ ձները չլսեմ։ Այդ կետը պարզ է։ Լավ, բարի, անցնենք մի քիչ ուրիշ սպեկտրի հարցերի։ Կանեփի արդարացման կետերից մեկը, որ ասում են դե բնական է։ Սինթետիկ նարկոտիկ չի, ինչ-որ նյութեր չի, ինչ-որ լաբորատորիայում ստացած եսի միշ չի, բույս է էլի, հենա աճում է իր համար, մաքուր բնական բույս է, ուրեմն անվտանգ է։ Ու արդարացնում ենք։ Հիմք ունենք արդարացնելու։ Հիմք ունենք, թե չէ, մենք մեկը արդարացնում ենք, չէ՞։ Ու նայ, այսքան ասեցի, չէ, արդեն ծնող երեխա մեծ հասակում այս կոմակում, ուզում եմ հարցնեմ էլ տենամ, դու ոնց կբացատրես էդի։ Բնականը անվտանգ է։ Չէ, դու ոնց կբացատրես։ Բնականը անվտանգ է։ Էսի արդարացումը։ Ահա, ոնց ես պատկերացնում, հա։ Էսի արդարացումը, չէ՞։ Արդարանում ես։ Ով է արդարանում, ում դեմ է արդարանում։ Հա, այս դեպքում ինձ թվում է մեծահասակի մատնել է խառը մի քիչ։ Որովհետև ինքը փաստ է արձանագրում, ամբողջ կյանքում ասել եմ, որ եթե բնական է, եթե որ չգիտեմ, հողից դուրս եկած աճած է, մաքուր է, մաքուր հողից ջրող է, ուրեմն ինքը օգտակար է, լավն է։ Մի քիչ ինքը խառնվում է այստեղ փաստերի տեսանկյունից, այսինքն փաստեր է հստակ արձանագրում։ Նայ։ Ու դրանով Երբ որ առաջի անգամ 10-րդ, 100-րդ, 1000-րդ կապ չունի, մարդը ընդունեց, իր այդ քննադատ ծնողը ճլտ դու վատնես, դու թմրենոթ ես օգտագործում։ Դե դա բնական է։ Դա աստծո կողմից ստեղծված խոտ է։ Հասկացար արդարացում։ Էդի արդեն երեխին է։ Դե մեծահասակ ընդհանրապես գոյություն չունի։ Չունի։ Հասկացար, այսինքն էդի պաշտպանական մեխանիզմ է, էլի, որ ծնողդ քո վրա շատ չջղայնանա։ Հա, լավ, դե որ բնական է, ուրեմն կարելի է։ Հասկացա՞։ Այ, ուրեմն ինչի բնականը անվտանգ չի ընդհանրապես։ Հիմա մենք բնական անվտանգը դա արդարացնում ենք, բայց վերնայինք նրան, որ ոչ մի բան այս պարագայում լինի դա բնական թե սինթետիկ, ընդհանրապես անվտանգ չի։ Այսինքն որպես sense կողը լրացում, որ մարդիկ էլի չշարունակեն մտածել, որ բնականը ինքը անվտանգ է։
Ուրեմն կանեփի մեջ կան մի քանի թույներ, որոնք որ ազդում են մեր նյարդային համակարգի վրա, թույլատնում է, անջատում է եւ այլն դի բարձր, չէ՞, դրանցից մեկը արսենն է։ Արսենը մկան թույն էին ասում, չէին ասում ժողովրդի բարբարով։ Արսենը դες թույն կա։ Մեկ է մի վարքյան են մեկի անգլերեն hemlock մահախոտահայերեն կոչվում, ու էլի տենց բաներ, որոնք որ 100% բնական են իրանք։ Հասկացա՞ր, բայց դրա մի կաթիլն էլ երկրագնդի վրա ոչ մարդու կենթայիներ կան, որ գոնե մի կաթիլը իրանց համար մահացու է։ Հիմա ասենք բնականը անվտանգա չի լինի, չէ՞ տենց։ Ստեղ մի բան կարամ ավելացնեմ։ Բնականի մեջ նաև բացի կանեփից մտնում է սնկերը, բայց մենք շատ լավ գիտենք, թե ինչ կարծիքով սնկեր կարան լինեն, էլի բնական։ Նայ, սնկերից կան այդ ոնց էր անունը։ Բայ շատ հայտնի։ Հա, մուխամորը։ Ինքը որ ուտես, հա, ես էլ չգիտեմ հայերեն։ Ինքը բնական է, ինքը անվտանգ չի։ Ուստի գալիս է հաջորդ կետը, որ ամեն ինչը որոշում է չափի դոզայի մեջ, հասկացա՞ր։ Սա բժշկության մեջ ոսկե կանոն է, որ դոզան է որոշում ամեն ինչ։ Ու դրա համար բնականը կարող է անվտանգ լինի մենակ այն դեպքում, երբ որ ինքը տարին մեկ է, ու ասենք շատ քիչ քանակով։ Այդ դեպքում սինթետիկն էլ կարող է անվտանգ լինի, տարբերություն չկա։ Օրգանիզմը կհասցնի մաքրվի էլի իրանից։ Հիմա հասկացար, որ քո այդ էգոն խափում է, քո երեխան խափում է մորը, տենց, որտեղ բնական այնքան անվտանգ է, բայց իրականում ինքը անվտանգ չի կարող լինի, որտեղ մեջը 1000 հատ թույն կա, ու դրա անվտանգության միակ չափանիշը դա քանակն է օգտագործման։ Ուրիշ ոչ մի։ Բայց այդքան բնականը կապ չունի, դու քանակությունը Չէ, հա։ Համարել ես որոշակի քանակություն, ու եթե դու սխալ դեղ օգտագործեցիր, հաստատ ինքը քեզ կվնասի, կամ նույն օգտակար դեղը շատ քանակությամբ օգտագործեցիր, էլի կվնասի։ Հասկացար այդ բանը։ Հա։ Նույնիսկ բանն է, չէ, ասենք ելակն է, մի քիչ շատ չափանցար, կարա ալերգիկ ռեակցիայի հասցնի։ Հա, հա։ Այն որ ասենք ուտելիք է, ուտում ենք։ Դու կարաս 5 կիլո խնձոր ուտես, բայց մեկը հետ ես տալու փսխելու ես այդ ամեն ինչը, հասկացար։ Էլի չափնանցար։ Ու եկավ իր պատճառահետևանքային կապը։ Բացի այդ, ասենք, եթե բնական է ինքը որտե է աճում, հողի մեջ։ Հողի մեջ հազարու տեսակ ծանր մետաղներ կան, որ կարան էլի նստեն, որ խորանաս, հա, բայց այդ բնականը անվտանգ է, դա պատրանք է, զուտ տենց, որ հանգստացնես քո քննադատ ծնողին ու անես ինչ որ ուզում ես, որովհետև հենց օգտագործում ես ինքը գալիս է, դու էլի օգտագործեցիր, արա։ Ես ասում եմ դու ոչնչություն ես, ոչ մի բան պիտանի չես, ու դու տենց ոնց որ ասես մի խփի լավ, դա բնական է, մի Օգտակար բան եմ օգտագործում։ Հա։ Ասում եմ մի քիչ փորձենք գիտական ձևով նայենք նաև, այսինքն ինչ հետազոտություններ էս պահին կան հենց կանեփի օգտագործման հետ կապված, ինչ ունենք այս պահին, որ հստակ կարանք ասենք, այ տեսեք, ասում են, այս դեպքում սենց է, այն դեպքում նենց է։ Ունենք տենց ինֆորմացիա։ Կոնկրետ թվեր չեմ կարող ասեմ, բայց ինչքանով հիշում եմ, տարեկան աշխարհում, ինչքանով որ հիշում եմ, 4-ից 5% բնակչությունը օգտագործում է, ու այդ 4-ից 5%-ը 15-ից մինչև 60 տարեկան սահմանի մասն է խոսքը։ Հասկացար։ Այդքան մարդ տարեկան պարտադիր օգտագործում է։ Բավականին տարածված է։ Գիտական հետազոտություն մի րոպե։ Վերևմա։ Էսի մեկ էլ ոնց որ այն մի հատը առանց տի էր, ինչքանով հիշում եմ, հաշց է։ Դե հաշց է, մեկ է հաշց է։ Հա, օքեյ։ Սրանք այդ կանեփի տեսակներն են, որը մեջը ունի թմրանյութ, թմրեցնող միջոց, մեկը չունի։ Հասկացար։ Փաստորեն, օքեյ, կարա եւ չունենա, լավ։ Ուրեմն
ըստ գիտական այդ քո ասած հետազոտությունների հələ այդ երեխա ծնող եւ այլն սա թողանք երբ որ օգտագործում ես այն ինչը որ ես իրեք առնա ինքը ազդում է քո ուղեղի նշաձև գնդիկի վրա ամիգդալայի վրա այդ ամիգդալան մեր անհանգստության վախի ու էմոցիաների զգալու կենտրոնն է ինքնապատասխանատու որ դու անհանգստանաս կամ անհանգստանաս վախես կամ չվախես ու ինչ էմոցիա որ զգում ես ինքնապատասխանատու ու ինքը ազդում է իր վրա այս որպես նեյրոբանություն է ու դու տուպի տանում էլ ոչ մի ստիմուլ վրա չի ազդում հասկացա չէ ու դու sense նստում ես հա ապրես հասկացա այս որպես գիտական այդպես նեյրոֆիզիոլոգիայի միջոցով բացատրեց Հենց թմրանյութ էլի թմրացնող բառից վերցնա ինքը ազդում է սրտանոթային համակարգի վրա շատ ազդում ինչ ալնում այդ ժամանակ երբ որ ծուխը մտավ այդ անոթները ծխմվում են իրենք կծկվում են աղորտանները եւ այլն կծկվում են ու սիրտը չի հասցնում առաջվա նման ոնց նապորով ուղարկում էր որտեղ նեղա նապորով ուղարկի սրտի վրա ճնշումը բարձրանում է դա կարող է ինֆարկտի բերի իսկ եթե տրոմբներ ունես առավել եւս միտը կարաս սիրտը սովորական սխմումը չէ ասի սիրտը գիտես ոնց աշխատում կլապային ինքը նասոս ինքը հաշվարկած է այս դիամետրի համար եկե հոբրոսկի դիամետրն իջավ ինքը չգիտի բայց սխմեց միտը տրոմբ ունես տրոմբը գնաց խցանվեց վсё Արա ռեալ վարիտա հա Ելնուման, որ դեպրեսիայի ժամանակ են մեկ հիմա այս լիքը հոգեբաններ կգան հետո գլխից կտան, բայց դեպրեսիայի ժամանակ ելնուման, որ կանեփ են տալիս օգտագործելու մարդկանց։ Այդ նեգատիվ այդ մտքերը ցրելու մայր հանգստանալու համար։ Ու ելնումա, որ դրանից հետո մարդու մոտ sense ոնց որ հետևանք մնում, побочный էֆեկտ մնում է սարքյանքի։ Սուր պսիխոտիկ համախտանիշ ինչա կոչվում ու դա հետագան կարող շիզոֆրենիայի առաջացնել։ Если հիմա ասում եմ, թող չմտածեն, որ մենակ դեպրեսիային ա վերաբերում։ Եթե դուք սկսեցիք շատ օգտագործել ու ինչ որ մի sense լավ որ ոչ ճիշտ ձևով թողակետի, դա կարող շիզոֆրենիա առաջացնի։ Դաժան իրավիճակը։ Ասես, կանեփը նաև բուժիչ կարող օգտագործվի բուժիչ նպատակներով, օգտագործվում է, հա? Երբեմն։ Իրանք մենակ այդ դեպրեսիվ ոչ թե հոգեբանական հիվանդությունների ժամանակ են օգտագործում, իրանք սովորական բժշկության մեջ են օգտագործում։ Իրանք ցավազրկող հիմնական էլի, ոնց այդ բառն եմ հայերեն մոռացել։ Հա, обезболивающий ցավազրկող էլի։ Ցավազրկող ճիշտ է, հա, բայց սա այն կանեփը չի, ինչը որ մենք սովորաբար բնական աճացնում ենք կամ սինթետիկ աճացնում ենք։ Սրանք այդ մեր պատկերացրած կանեփը ինքը խոտաբույս է, որը դասվում է կանաբինոիդ խմբին ընտանիքին, հասկացա՞ր։ Դրանց մեջին կա որ թմրանյութ ունի մեջը, որը ազդում է այդ ամիգդալայի վրա, որպես թմրանյութ, կա որը որ չունի, ունի ուրիշ բաներ, որը օգտագործվում են բժշկության մեջ։ Մեկը մեկի հետ խառնել պետք չի։ Հասկացա՞ր։ Բայց հետաքրքիր է այդ բուժիչ տեսակը էլի ծխելով են օգտագործում, թե ամեն դեպքում ինքը ուրիշ օգտագործման տարբերակ ունի։ Տեսել ես այսքան ժամանակ հիվանդանոցում մեկը ծխի։ Դե բարձրացի։ Տեղորայքային բարձրացի։ Ու ոնց ասեցի, արդեն ինքը երկու տեսակի ալնում, այդ բուսազգու ներկայացուցիչները իրանց մեջին ունենում են 100-ից ավել քիմիական միացություններ։ Եթե չեմ սխալվում։ Ու այդ միացությունները որ կան, իրանք այդպես միացած, կեսը կա որ թմրացնող հատկություն ունի,
կեսը կա հոգեմետ, այդ բառն է ուզում իշխեմ, հոգեմետ ազդեցություն ունի, կեսը կա հոգեմետ ազդեցություն չունի, հասկացա՞ր, ու որը որ հոգեմետ ազդեցություն չունի, ինքը հաճույք չի պատճառում ու կախվածության մեջ էլ ընդհանրապես չի գցում, հասկացա՞ր։ Հասկացա։ Ուրեմն, այն ինչը որ բժշկության մեջ թույլատրվում է, այդ ընտանիքից բերծրած, չէ, իրանք կարան օգտագործվեն քրոնիկ ցավերի դեպքում։ Դա էլի ոնց որ ասեցինք բժշկի այդ ոնց են ասում հետազոտության ներքո, հսկողության ներքո ճիշտ չափաբաժիններով, որ ինքը կախվածություն չգցի։ Քիմիաթերապիայի ժամանակ են օգտագործում են այն ժամանակ, երբ որ մարդու մոտ ախորժակի բացակայությունը կորում է, քանի գնում մի հարմազում չուտելու պատճառով, հասկացա՞ր։ Էպիլեպսիայի դեպքում են օգտագործում, ես մեզ կամաց հիշում սպազմը հայերեն, Հա, կարելի է սպազմել ասել։ Մկանային ձգում է։ Այ հենց այնա լավ ասեցիք մկանային ձգումների ժամանակ։ Էդի ոնց որ սկլերոզի տեսակա չէ, մարմնական սկլերոզի տեսակա։ Դրա ժամանակ էլ են օգտագործում։ Կարան օգտագործեն քնի խանգարման ժամանակ քնաբեր որպես։ Բայց էլի բժշկի հսկողության տակ իր տրված կոնկրետ չափաբաժիններով ու կոնկրետ իր տվածը։ Դու չես կարող գնաս բժշկի, ասի քեզ կանեփ եմ նշանակում, գաս 5 տոննա ծախես, ասես բուժում։ Հա, չէ, դե բժիշկն է նշանակել, հո ես չեմ որոշել։ Հա։ Հասկացա։ Հետաքրքիր։ Ես մի հատ պատմություն էի լսել, որ մի տղա, по-моему, Կանադայում, ինչքան հիշում եմ, իր մոտ ռակ էին հայտնաբերել ու ապացուցում էր, որ ինքը ծխելով իր ռակը բուժել է։ Հա, կարող լինի։ Բայց այդ ուրեմն այն կարգի պետքա հասկանալ չափաբաժինների նույն տեսանկյունից եւ այլնից, որ ինքը ճիշտ օգտագործեր դուրս եկել։ Հա։ Որտեվ նայ այս դեղամիջոցներ բան որ ասենք ասեցի չէ որ ինքը ընտանիք է ու ինչ որ բաղադրիչներ կան որ հոգեմետ են, կա որ հոգեմետ չեն ու որոնք որ օգտագործվում են բժշկության մեջ իրանք կոնկրետ քիմիական բաղադրիչներ ունեն իրանց մեջ, որ մենակ դա է բժշկության մեջ օգտագործում, հասկացա՞ր։ Հա, այսինքն իրանք մշակում են ասում sense տենց։ Ինչ ասում են, պրոստը օգտագործում։ Ապրես։ Դա հասկանանք է։ Հա։ Բայց հիմա գանք նրան, թե որ բնական անվտանգը բժշկության տեսանկյունից միան նայենք, որ զոտ այդ կանեպ ծխելը, չէ, ոնց որ այդ տաղեն ասում, քո ասած, ինքը ասենք կարա ուղղակի ցավը այդ բային իր այդ առակ հասկացան ինչ նկատի ունեմ այդ ցավը մեռնացնի ուղղակի ասես մի քիչ այդ հա այսինքն իր մոտ սպասմանը գնացած լինի արդեն ինչ որ խնդիրներ առաջացում լինի ինքը այդ ցավերից զուտ ազատվելու համար իրան հա ինքը բուժվում է չէ գնում է հիվանդանոց իրան բուժումներ քիմիոթերապիա ամեն ինչ անցնում է ու դրան զուգահեռ երբ որ ինչ որ վատ ժամանակներ ալնում ինքը դու նստած ծխում է այդ իրան հանգստացնում է բայց ընդ իրականում բժշկությունը իր գործն անում է ու ինքը որպեսի արդարացնի իրական այդ ծխելը ասում է դե ես բուժվում եմ Լավ մի այս թեման երևի թե ասեցինք չէ հիմնական իր ամեն ինչը թե ինչա բուժիչ կանեպ այսպես ասած հա մի տարածված կարծիք որը շատ տարածված է այս պահին ասում են դե ավելի լավ է կանեպ ծփեն քան թե սիգարետ ինչքանով է կամ սխալ նայ ընդհանրապես ֆիզիկական երևույթ է, չէ, այրումը։ Ինչ-որ մեկից վերածվում մի ուրիշի։ Ուրեմն այդ այրման ընթացքում առաջանում է ծուխ։ Այդ առաջացած ծուխը կապ չունի ինչից է։ Ինքը ոնց ուզում ես նայ, վնաս է օրգանիզմի համար։ Ուզում ես թուղթ վառի, ինքը ծխա, դու այդ ծուխը ընդունես, ինքը վնասակար։ Ուզում ես սիգարետ ծխես, ի վնասակար, ուզում ես կանեպ, ուզում ես շոր կտոր վառի, ուզում ես ծառի տերև վառի տարբերություն չկա հասկացա։
կապ չունի ինչից ուղղա ծուխը ինքը միշտ ամեն բարգամ վնաս է հասկացա չէ ու ընդհանուր պարունակությունը թողած մի կողմ զուտ հաշվի առնելով որ ինքը ծուխ է առաջինը հենց քո թոքերին ինքը գնալու է ու վնասելու է ապրես ու հիմա պարունակությունը ոնց որ սիգարետը նենց էլ հələ ինչ որ մի կետերով էլ ավել նույն ձև իր մեջ այդ բարդ քիմիական միացություններ ունի կանեփը որը որ շատ թունավոր նյութեր է գնում օրգանիզմը որը նաև ոնց են ասում հայերեն քաղցկեղածին է հասկացա՞ր ինչ եմ ասում գնացնելը վերջի մասը չլսեցի մի հատ եք ասես կանեփը ոնց որ սիգարետը իր մեջ ունի քիմիական նյութեր, որոնք որ քաղցկեղածին են։ Դու դա ծխես շատ թե քիչ կապ չունի։ Իրանք ազդեցությունը թողալու են։ Հասկացա՞ր։ Ու ինչի է այտենց, որովհետև մարդկությունը ինչ համարյա թե կա, իրանք սիգարետ են ծխում, իրանք կանեփ են ծխում, ու այդ միշտ տարբեր ժամանակների մեջ sense միշտ եղել է որ սիալավը չէ սիալավը կոպիտ ասած մեր այսօրվա լեզվով ասած մարքետոլոգներին որը որ հետաքրքիր այն էլ առաջ են բրդում որն է պետք որ ծախվի հա հասկացա հա մի խոսքով ոչ մեկն էլ լավը չի չէ ընդհանրապես ավելի լավն է եթե ձև ունեն ավելի լավը ոչ մի բան չծխեն նայ մի հատ հետաքրքիր բան էլ ասեմ որ ծխախոտը քանի որ գործանում է արտադրվում իրանք այտենց վնաս չեն հասցնում հոգեբետ առումով ոնց որ կանեփը չէ սիգարետը չէ ծխում ասես մնում գործանում են հենց այնտեղ արտադրում որ ինքը կոնկրետ ազդում է քո թոքերի վրա որ դու կախվածություն ունես դու դրա կախվածությունը հասկանում ես իսկ կանեփը ինքը իրանով նման գործարանային գոյացություններ չունի մեջը քո թոքերի վրա նես չի ազդում ոնց որ սիգարետը ու դրա համար տենց իլյուզիա կա որ ինքը սիգարետից մի քիչ անվնաս է հա հասկացա՞ր բայց մի տեղը քիչ է մյուս տեղն է ինքը ավելի վատ վնասում դուրս է գալի չէ ինքը բալուբոմու թոքերիդ վրա ազդում է ինքը սիգարետի պես թոքերիդ վրա ազդում է բայց սիգարետը ստիպում են որ ազդի թոքերիդ վրա ու դու այդ ստիպողաբար ազդեցությունը զգում ես որտեղ ընդ ուրիշ քիմիական բաղադրությունները իսկ դա որ բնական է դեպքս սինթետիկը այս բնականի հիման վրա սինթետիկն է այդ նենց քիմիական նյութեր չկա որ քո թոքերի վրա ազդելը դու զգաս հասկացա՞ր ինչ նկատի ունի հասկացա նես չես հազում ոնց որ սիգարետից հետո էլի ասե That's բարձ ասած լավ okay բարի իսկ մենք հիմա խոսեցինք հենց կոնկրետ կանեփի մասին հենց իր թույլ որ համարվում է թույլ նարկոտիկ ու միևնույն ժամանակ շատ հաճախ իրան ասում են նաև դարպաս հա որ այսինքն եթե դու կանեփը օգտագործեցիր ինքը արդեն ոնց որ քեզ պատրաստ է դարձնում ավելի լուրջ ավելի վատ հետևանք ունեցող տարբերակներին անցնելու ինչն է դրա իմաստը պատնեշի իմաստը դե մի քիչ առաջ զուտ հոգեբանական տեսանկյունից ասեցի որ դու օգտագործում ես քեզ այդ բանը լավ է հետո քո ծնողը ասում է չէ տես ինչ վատն ես դու որտեղ դու օգտագործեցիր դե 2-3 սցենար կարա շարունակի ես եմ որոշում ինչ անեմ ոնց անեմ ինչքան օգտագործեմ չէ երբ սկսեց ամբոստանալը մի անգամ օգտագործեցիր կանեփը երկու անգամ օգտագործեցիր երրորդ անգամ ծնողի ձենը չի անցնում ինչ անշանակում այսինքն հասկացա անջատելու համար ապրես մամային պիտի անջատենք ընդհանրապես բայց դե էսից մի քիչ սխալ ասես մտածելն էլի ինչ որ ես նայեցի այս դարպաս կոչվածը ընդհանրապես այդպես ինչ որ մի հատ համաշխարհային մասշտաբով ինչ որ մի հատ վիճակագրություն կամ գիտական տվյալներ չկա որ հենց դրանից են ասում ուղղակի տենց մարդկանց մեջ նստած ընդունված է էլի հասկացա՞ր
Երևի թե էլի այդ քննադատ ծնողի մտածելակերպն է, դե որ էդի օգտագործի ուրեմն всё ամեն ինչը կօգտագործես, էլի։ Ինչ տարբերություն քո համար այսպես ասած։ Հա, նայ, հիմա տես, հիմա ասես մի քիչ ուրիշ ձևի բացատրեմ այդ բանը, այդ առաջինը ասեցի, որ այդ ամոթը, որ դու էլի օգտագործեցի, դու վատնես եւ այլն, չէ՞։ Դրան վերասենք ամոթի դարպաս ասենք։ Երկրորդ դարպաս, որ այդպեսին կարելի է, էդի օրենքի դարպասը կարելի։ Հիմա նայ, ես Հայաստան օգտագործեցի կանեփը, ստե Հայաստանում թմրանյութը ոնց են ասում, բայ չի արգելված ապրես։ Օգտագործեցի եկա մի կետի այդ ամոթի պատնեշի վրա, որ ստե ուզում եմ մեծ դոզա, բայց Հայաստանում չկա, ենթադրենք չեմ կարող, ես գնում եմ այն երկիր, որտեղ որ թույլատրված է։ Օրենքը թույլ է տալիս, իմ առաջ դարպասներից բաց է։ Ու ես շատ հեշտ անցնում եմ հաջորդին։ Բայց էլ եմ ասում, որ կոնկրետ տվյալներ չկա, որ հենց սրանից են անցնում, այլ որովհետև օրենքը ունեցող երկրում դու կարաս միանգամից ծանրից ես սկսես։ Հասկացա՞ր ես բա։ Հետո կանեփի ազդեցությունը այդքան մեծ ու շատ չի, ոնց որ մնացած է։ Համաձայն ես։ Հիմա դու օգտագործեցի, մամա տեկավ ասեց, նո, ինչ վատն ես դու, երեխեք ասես, նայ, օգտագործել եմ, ես ինձ կարում եմ ղեկավարը, ես ինձ կարում եմ դրսևորեմ ճիշտ, ես եսի վերահսկում եմ։ Հասկացար։ Ու էդի երեխայի մոտ, քո ներքին երեխա ես վիճակի մոտ, սենց ուժի զգացում է տալի, որ եթե ես եսի կարեցա, այն մեկն է կարենա, եթե A նշանակում է B։ Հասկացար։ Այդ վերահսկողության վստահությունն է առաջանում։ Վերահսկողության պատրանքա կոչվում, հա, հենց այդ։ Ու ամեն մի կախվածություն էլ բերից է վերահսկողության պատրանքից է կարելի ասել։ Ես մի հատիկ ծխեցի սիգարետ։ Եկա տուն, մաման պապան չհասկացան, չջոգեցին, ուրեմն ես իրավիճակը վերահսկում եմ, կարող եմ մի հատ ծխել։ Եսի են ծխողները, որ սկսեն ծխել։ Եթե նայենք այդ էգո վիճակների տեսանկյունից, քո քննադատը ունի 3 հատ կարմիր գիծ, ոնց որ պետք չի անցնել, ինքը ահավոր վճարենանը քո վրա։ Պետի մի արա ապորինի բան, օրենքից դուրս որոշ բան մի արա, մի վնասի քո մարմինը ու մի կորցրու վերահսկողությունը իրավիճակի հանդեպ։ Հիմա երբ որ դու առաջի անգամ, երկրորդ անգամ կանեփ օգտագործում ես, դու միանգամից խախտում ես այդ 3-ն։ Օրենքով չթույլատրված վնասում ես օրգանիզմդ, վերահսկողությունդ կորցնում ես։ Ու դու պատկերացնես իր ձևածանողդ հետո քեզ կլնգելու։ Ու դու էլի ընկնում ես այդ դատարկության, այդ ոչնչության զգացման մեջ, այդ նույն ամոթ ու մեղքի զգացումը, ու ինչ ես անելու որ դուրս գաս դրանից։ Անջատելի, միանշանակ։ Ապրես։ Ձոկաս հաջորդ հարցից։ Լավներ։ Լավ, այս դեպքում ոնց որ մի ֆակտորը եթե հանում ենք, այն երկրներում, որտեղ թույլատրված է, հա, թմրանյութեր, որոշակի թմրանյութեր։ Ասենք տեղ կա միայն կանեփ, տեղ կա մի երկու բանը թույլատրված։ Այս իրավիճակը ըստ քեզ ոնց որ մի պատնեշը հանեցինք, այսինքն օրինական է։ Միայն քո ինքնիշխանությունն է գործնում։ Ուրեմն ամենառաջինը ինչքան հիշում եմ Պորտուգալիան ա եղել, որ օրինականացրել է, ու էդի նայ, որ լոգիկայով նայում ես, ինքը մի քանի օգուտ բերեց, բայց վնասներն էլ եղավ էլի, ուրեմն ինչ օգուտ բերեց, կարաս ենթադրես։ Вообще մտքից բան չի գալի, ինչ օգուտ կարա բերածնելի։ Երբ որ կանեփը թույլատրում են Պորտուգալիայում։ Պասի, տուրիստական։ Չէ, տուրիստական այլ թող։ Ուրեմն նվազում է հեպատիտ C-ի այդ հիվանդությունը ընդհանրապես, որովհետև արդեն օրենքով թույլատրելի է մարդիկ երկրորդ անգամ այդ սպրեչները ներարկիչները չեն օգտագործում։ Հա, օքեյ, հա։ Եթե օրինականը կարաս ամեն անգամ վերցնես, ուրեմն այդ հանցագործությունները նվազում, հանցագործությունից գալիս է, որ բանտարկություններն էլ են նվազում։ Հասանելի է արդեն։
Ու զարմանալին այն է, որ Պորտուգալիայում առաջին մի քանի տարիների ընթացքում ինչ որ օգտագործման չափաբաժինը բնակչության կտրվածքով չի ավելացել։ Այսինքն իրանք ոնց օգտագործում էին, այդպես էլ օգտագործում են։ Ուղղակի բացահայտ։ Հասկացա՞ր։ Հա։ Դուրսագալի ավելի քիչ վնաս են իրանց հասցնում։ Չէ, վնասները հիմա այսա կասեմ։ Ի նկատի ունեմ այդ ներարկիչների օգտագործման բանը։ Ուրիշ տեսանկյուն չեմ անում։ Հա, բայց ասենք օգտագործողների տոկոսը 7-ից 8% ավելացել էր, ինչքան հիշում եմ։ Հետո կարծեմ ինչ որ տվյալ կար, որ վերջի 12 տարվա տվյալներով մաքսիմումին էր հասել օգտագործողների թիվը, այսինքն հասկացար։ Վերցնել են 2001-ից 12 տարին, որ տարին քանի տոկոս է օգտագործվել ու այդ օրենքը ընդունելուց հետո դա մաքսիմումն է եղել։ Կապը կորա ոնց որ։ Հետ եկա։ Վնասը պես տուրիստական ասեցիր, բայց դա ինչ որ միտե մարդկանց հետ ամավել Պորտուգալիայից, որովհետև փողոցներում սա բացաշկյար օգտագործել են։ Իսկ ասենք հաստատ ես չեմ ուզեի իմ ընտանիքով քայլեմ, կողմս մեկը բացաշկյար ինչ որ մի հատ բան օգտագործի, ինչա թե օրենքը թույլ է տալիս։ Հա, ես մի քիչ ավելի Հոլանդիայի պահով գնացի, որովհետև ասենք մարդիկ եթե գնում են Հոլանդիա, կոնկրետ ոնց որ նպատակներից մեկը է դա։ Մի այլ կարգ է, որ հստակ գնում են փորձելու, հա, ինչ որ տարբերակներ։ Հա, բայց հիմա ինչ ասենք տուրիզմի հոսք կա Չինաստան, Ճապոնիա, հաստատ չկան ինտերնետներ։ Հա։ Հասկացա, չէ՞ ինչ նկատի։ Նիդերլանդներն Կանադան ընդունել 18 թվին։ Իսպանիայում էլ է կանեփը։ Թույլատրել։ Մենակ կանեփը, հա։ Պորտուգալիայի շատ հեռու չեն, էլի։ Մի խոսքով համ պլյուս ունի, համ մինուս ունի։ Պլյուսներից այնա, որ ասենք որ հիվանդություններ քիչ անում են, հանցագործությունները քիչ անում են, բայց մինուսն էլ այնա, որ մարդիկ ավելի շատ են իրենց վնաս տալի, որտեղ օրենքը արդեն թույլ է տալիս, էլ։ Բայց մյուս կողմից մտածում էի, որ գուցե եթե ինքը հասանելի լինի, ոնց է արտահայտություն կա, չէ, արգելված պտուղը քաղցր է, որ արգելված չի, ինքը հասանելի է, այնքան չի ձգի, ինչքան երբ որ ինքը անհասանելի վիճակում է գտնվում։ Չէ, բայց Մետի չի ազդի այդքան։ Չէ, այս դեպքում մետի չի ազդի, որովհետև դու կախվածության մեջ ես։ Արգելված չի, դու դա կարիք ես զգում ես, դու գնում ես դա օգտագործելու։ Հասկացա։ Տխուր է։ Դե հա։ Ու սրա վատը գիտես որն է, երբ որ պետությունը ընդունում է։ Ես էլի հոգեբանական տեսանկյունից եմ ասում, երբ որ պետությունը ընդունում է, քո ներքին քննադատ ծնողին ասում է, որ այս երեխան ունի իրավունք օգտագործելու։ Դու իրավունք չունես սրա համար իր վրա ջոյնանալու, հասկացա՞ր։ Իսկ դա շատ վատ է։ Ներշան դուրս է գալի լրիվ էլի։ Ապրես։ Ու բայց ստե պետությունը քո ներքին երեխային չի փրկում։ Որովհետև քո փրկիչը բալուբոմը մնում է թմրանյութը։ Դրա համար իմ կարծիքով սխալ է, չգիտեմ։ Ես արդեն տենց եմ չարժ է։ Հասկացա։ Լավ, խոսեցինք թմրանյութերից, այսպես ասած ֆիզիկապես հա գոյություն ունեցող թմրանյութերից, բայց մեր դարում երևի թե ամենաուժեղ թմրանյութը դա համացանցն է, հեռախոսն է, համակարգիչն է։ Ինչ կասես դրա մասին։ Նայ, չգիտեմ, խի այսօր սաղ 4-ի վրա եմ նստած, հեսա 4 հիմնական պատճառն է։ 4 հիմնական պատճառ բարամից։ Ուրեմն, դե հա, մենք շատ ենք օգտագործում, ստավս ենք շատ օգտագործում, շատ ենք օգտագործում, որտի չի կարա չանադառնա։ Ես էլ է կախվածություն ու էլի 4 կետով սենց թռուցիկ բացատ եմ հասկանանք։
խոսքը գնում է ոչ թե հեռախոսով զանգելու կամ ինչ-որ գործարքներ կատարելու, այլ զուտ տուպը TikTok, Instagram թերթելու մասն է։ Հենց ասենք, որ ուղղակի scroll ես անում ինչ-որ բաներ, որոնք հետո չես էլ հիշելու։ Ուրեմն ես մի հատ կազինոյի մասին նյութ ունեմ, չգիտեմ տեսել ես թե չէ, ընդ է sense մի հատ կետ կա, որը կոչվում է անկախատեսելի պարգև։ Կազինոյին հիմնականում այդ անկախատեսելի խաղացողին կազինոյի մեջ այդ անկախատեսելի պարգևն է պահում, այսինքն կախվածություն կազինոն դրանով է դառնում։ Նույնն էլ, ստե այդ անկախատեսելի պարգևը աշխատում է ռելեր թերթելու վրա։ Այսինքն դու մի հատ թերթեցիր, դոպամին ստացար, մի հատ թերթեցիր, չստացար, երրորդ թերթեցիր, դոպամին ստացար։ Օ, այս ինչ լավ է։ Թերթեցիր, չստացար, դու սպասում ես այդ դոպամինին, դու անտառ թերթում ես։ Հասկացա՞ր ինչ է կատարվում։ Բարձր է էսի։ Այսինքն նստած ես։ Բան գտնելու բանն է, սիստեմա է դառնում, վայ հետ տենամ Չէ, նայ։ Մեր դոպամինը ինչ է։ Նեյրոմեդիատոր, չէ, ինչ, նեյրոմեդիատոր է։ Ու կա սերոտոնին։ Ու կա սերոտոնին։ Սերոտոնինը գործանելու։ Դոպամինը հաճույքն է, հանգստություն եւ այլն։ Այստեղ ու հիմա մարդը դոպամինը ստանում, մի քիչ դժվար է ճանապարհն անցնելու։ Այսինքն դու պիտի մի 10 րոպե սենց արևի տակ կանգնես, որ այդ ամեն ինչը զգաս դոպամին արտադրվի։ Իսկ դու միած քրոլարի 3 վայրկյանում դոպամինը տեկա։ Ու ասում ես ինչի գնամ 5 րոպե սենց կանգնեմ բնական։ Այստեղ բնականա աշխատում է։ Հասկացա՞ր, լուչը միած սենց անում։ Իսկ հիանալի մարքետոլոգները այս անկախատեսելի պարգևի հիման վրա ծրագիրները այնց են գրում, որ քեզ անընդհատ դոպամին չտա։ Մեկու մեջ միացնես գցեն անհալա։ Դες բռնի, գնաս լեսը բռնի, որ քո կապակցություն առաջանա։ Բազել վա հաջորդը էլի գալու ենք նրանից, որ այդ ներքին դատարկությունն է, ներքին կռիվն է, որ դու կամ ապագայում ես կամ անցյալում դու ներկայում չես, դու կամ մտածում ես հին խոսքերի, խոսակցությունների մասին, կամ ինչ-որ պլաններ ես գծում, որոնցից վախենում ես կամ կասնես չես ասնի, ու որ այդ ամեն ինչ տագնապ է հեռանա, դու պրոստը թերթում ես, որ այս բանը մի քիչ հանգստանամ է։ Դրան գլուխս ինչա գալի է, սա այդ կրոպետին ջանամ։ Էլի ուղեղը անջատելու սիստեմն է աշխատում։ Երրորդ կետը շատ հետաքրքիր կետ է էսի։ Ես սրա մասին կուզեմ առանձին խոսանք։ Ինտիմ հարաբերությունների մասին է, էսի 18 պլյուսը չի։ Ինտիմը ընդհանրապես անկեղծ հարաբերություններն է, մեր ժողովրդի մեջ ինտիմ բառը սխալ է նստած։ Էդի ըստ Բեռնի մենք ժամանակը կազմակերպում ենք օրվա կտրվածքով ու ամենագագաթնակետը էդի ինտիմ բլիզիստ ռուսերեն կոչվում, հասկացա՞ր, մտերմություն։ Ապրես, էդի այնա, երբ որ դու կարաս դիմացինիդ հետ շփվես ոչ մի բանից չվախենալով, ցույց տաս քեզ ամեն տեսանկյունից ու դու չես վախենում, որ քեզ կառեզրկեն, որ քեզ քննադատեն, որ ձեռք առնի եւ այլն, դու պատրաստ ես քո մեջի ամեն ինչը տաս, հասկացար։ Իսկ էստի ոչ մեկ այսօր չի անում, որտեղ դե բա հարևաններն ինչ կասեն, բա ամոթա, բա տատիկը, բա պապիկը եւ այլն, ու մենք չենք շփվում իրար հետ տենց, հասկացար։ Իսկ հեռախոսը լավ է, ինչ ուզում ես մտածի, ինչ ուզում ես ասենք, քեզ լսում է ուղղակի ոչ քննադատում է, ոչ արձագանքում է, ոչ ձենա անում։ Մի հատ էլ հիմա ChatGPT-ն է առաջացել, որը Էդի ընդհանրապես ու ճիշտ ես, ամեն լավ։ Ամենասկզբից մի հատ sense մեծ prompt ես գրում, որ իմ հետ ամեն ինչում համաձայնվի ու վсё։ Կյանքդ հիասքա ճանցնում։ Հասկացա՞։ Ու դու էլ ոչ թե շփվում ես աշխատակցիդ հետ կամ տանը ինչ-որ մեկի հետ, շփվում ես GPT-ի հետ։ Ինչ կա, բա ոնց ես, լավ եմ, դու ոնց ես բանը, հասկացա՞ չէ։ Մեկ էլ 4-րդ կետը, էսի մենք ստայնին հայերեն ոնց է։ Ստայա։ Ну, человек животное стайное. Հայերեն ոնց ասես դի որ կոպիտ չլինի։ Ես բանը մտածես թռա։ Կարևոր է հասկացնել։ Սենց ասենք, բայց սա ոհմակն է, նու գայլերի դեպքում էդի ոհմակն է։ Ну, կարա մենք ցեղի պատկանելություն ունենք, հենց սենց ասած։ Հա, կարա։ Մենք խմբակային կենթանիներ ենք, в общем։ Ու երբ որ դու հետ սենց ասած։ Հա, երբ որ դու չես համապատասխանում, իսկ այսօր պիտի վերջի iPhone-ն ունենաս, որ այդ ցերետ համապատասխանես, տողմիտ համապատասխանես, չէ։
Եթե դրանից չես համապատասխանում, դու չես պատկանում իրանց, դու լքված ես, քեզ լքել են, դու ոչ մեկի պետք չես, իսկ հին մարդու համար հասկացի մենք էվոլյուցիա անցել ենք, մենք գիտություններով զարգացել ենք, բայց մեր ուղեղը մնացել է մեր թվականությունից առաջ 3000-ամյակում, հասկացա՞ր։ Ու երբ որ քեզ ինքը դա է։ հա, ու երբ որ քեզ վտարում են քո տոհմից, դու մենակ սավանայում կլինի, ջունգլիներում կլինի, անապատում կլինի, չես կարող ապրես։ Ուղղի համար դա վտանգավոր է, ինքը ձգտում է ամեն գնով համապատասխանի տոհմի մտածելակերպին, արժեհամակարգին, դրվածներին եւ այլն։ Դրա համար, եթե 70 հոգին սկրոլինգ անում, ես էլ պիտի անեմ, որ չասեն այսով այս ճուժակը sense ասած։ Այդտենց բանը սովետական միության հետաքրքիր բան կա, էքսպերիմենտ կա, հին սպիտակ վիդեո կա տեսածել 60-ական թվականների, որ մի հատ սև գույնի բուլկա դրած մի հոգի իսպիտույմի է, մնացած ցավ իրանց մարդիկ են, մի 20 հոգի հավաքված են, հերթը ասում են ինչ գույն եք տենում, 19-ը իրանց մարդը ասում է սպիտակ, հերթը հասնում է այդ մի փորձարկուին, որ սև է, ինքն էլ ասում սպիտակ։ Հասկացա՞ր։ Հետո հարցնում են, բա ինչի, որովհետև սև է, դու չի ասի սպիտակ, ասում է 19 հոգին չի կարա սխալվի։ Հա։ Մեծամասնության կարծիքն է արդեն ապրես։ Ես ուզեմ պիտի համապատասխանեմ։ Դու պետք է ասես այդ մասին նֆրային ասեն, հոգիս չես, այսքան ասում ենք սպիտակը, դու ասում ես սևա, ու ճուճու լավ ես։ Էդի վախեցնող աճու։ Էդի մերժում է, ինձ մերժեցին։ Ես իրանց հետ չեմ։ Լուչ ասում սպիտակը ասեք գնախոսքի։ Ես հո գիտեմ սևա, բայց դե հա սպիտակը ժողով։ Ես հո գիտեմ, որ վնասա, բայց թերթում է։ 1-2 թերթի դոֆամինն եկավ այդ բանի շնորհիվ, անկախատեսելի բարգերի շնորհիվ։ Դու արդեն անկախության մեջ գնաց։ Ամենավախենալուն է դի, երբ որ նստում ես ավտոբուսի մեջ, sense նա պահի տակ ասենք դու էլ ես թե մտնում մեջը ինչ որ պահի, հետո պատահական sense հայացքդ բարձրացնում ես ու sense շուրջը sense վիճակներ ասա։ Հա։ Բանի փոքր մի քիչ ավելի երիտասարդները, որ պահի տակ զգում ես, որ sense լրիվ, sense իջել են, արդեն մտել են ընդեր, ծնկախառն արդեն գնում են։ Հա։ Շատ վատ վիճակ այդ առումով։ Շատ վախենալու է։ Ու հիմա որ ասենք բացի բաներից, գadgetներից, որ հեռախոսը, հա, այսինքն դու կոնկրետ հենց հեռախոսը սարքա ինքը, որ կարաս պրոստը ձայնիցը դնես մի կողմ օրինակի համար փագես, հիմա կա նաև ակնոցներով, հա, այսինքն ակնոցը դրեցիր, ակնոցով ինքը sense դիմացը քեզ ցույց է տալիս այդ ամեն ինչը, աչքերով ես կառավարում, ասենք կամ ասենք բանը Եթե այդեն շարունակվեց, մենք հետագայում մարդը որպես մարդ ինձ թվում է 50 կիլոից ավել էլ չի կարողանալու բարձրացնել, որովհետև չի օգտագործվելու է։ Դու հիմա թեկուզ սենց ես անում, որ նեմականա օգտագործում, շարժվում է մի տանաստան ձգվում դարձնում է։ Եթե ակնոցները դրեցինք, մենք ուզել Հա, ես ավելի շատ նկատի ունեի, գիտես, որ պահը, որ արդեն միշտ դրա մեջ ես։ Հա, հիմա նույնիսկ մեկ ասում են, որ փորձ են արել ու կարծեմ Չինաստանում էր այդ փորձը եղել, որ մարդիկ են եղել, որոնք ընդունել են, որ իրանք հեռախոսը ընդունում են որպես իրանք մարմնի մաս, որ հեռախոսը չի լինում, ոնց քո ձեռը կամ ոտը կկորցնես, այդտենց իրանք խառնվում են իրար, թե ուր է իրանք հեռախոսը։ Հա, դա ներքինն է։ Հա, ու եթե ինքը դառնա ակնոցային ինչ-որ վիճակով կամ ավելի վատ գնա նրան, որ չիպ դառնա, ասենք, հա, այդտենց պլաններ կար, կստացի, բանի, այդտենց։ Հա, գիտեմ, երեք եմ։ Ու դուրս է գալի, որ լրիվ եմ, որ դառնում է իրականում քո մի մաս։ Դեպքում արդեն հարապես ձեր չունես իրանից ազատվելու։ Այդ արհեստական բանականության պահով հենց իրանց հարցրել էին, այդտենց հետազոտություն կար ինչ-որ, որ ոնց է տեսնում մարդկությունը ու ԱԲ-ն իրար հետ, ու հետաքրքիր էր, որ 2300 թվին մարդուց մենակ մարդ բառն էր մնում, ըստ իրանց պատկերացրածի։ Այդ քո ասածի սկզբից գալիս էին այդ գadgetները, հետո այդ կիբերմարդու բաներ էր առաջ գալի, ձեռը փոխած կիբերնետիկայի, հասկացա՞ չէ՞։ Ուտենց գալիս է մի հատ, ինչ-որ մի հատ նմուշ 2300 թվին, որ մարդուց ընդհանրապես ոչ մի բան չկա, բացի ուղը։ Մեխանիկական է, այդ ուղերի վրա էլ հələ ԱԲ-ն է դրած։ Տենց էին իրանք տենում, հասկացա՞, այդ տակտի հետազոտությունները արժե մի հատ է կարդալ, բայց վախեցնում եք։ Վախենալու։ Ու անունը չեմ հիշում, դաժե անուն էին տվել։ Հիմա մենք Homo sapiens, չէ՞։ Ոնց որ Homo sapiens-ի դարաշրջանը ավարտվում է, ու այդ իրանց առաջարկած այդ տարբերակ
բայց անունը չեմ հիշի։ Ինձ թվում է այս թեման ճիշտ է մի քիչ հենց կախվածության հետ կապեցինք, բայց այս թեման ավելի առանձին մի հատ խոսակցության թեմա է։ Բարգավաճ ամեն ինչով այդ լրիվ Քեզ հետաքրքրի վարժություն, ինչ որ գործիքներ, մորցիկներ, այս ամեն ինչի։ Հա։ Միանշանակ, եթե ասենք, օքեյ, ենթադրենք մարդը խրվել է, փորձում է, բայց փորձում է ազատվի։ Փորձում է ինչ որ ձևով դուրս գա այդ վիճակից։ Ոնց օգնենք։ Նայ, ամենավատը լինելու է այս իմ ասած, ես նենց չի, էսի ասում եմ ու որ էսի անի անպայման թողալու է կամ եւ այլն եւ այլն։ Նման խնդիր ունեցող մարդը լավ կլինի գնա մասնագետի մոտ ու բուժում ստանա, պետք չի YouTube-ի ասածներից, այտենց ոգևորվել ու ինքնաբուժմամբ զբաղվել էլի, որ էսի Զգուշ ասում ենք, որ անպայման պետք է հետևել բժշկի ցուցումներին։ Բժշկի հետ։ Իսկ հիմա այն ինչի մասին ուզում եմ խոսամ, ամենաառաջինը պիտի մարդը իր հետ անկեղծ լինի։ Հիշում ես, չէ՞, ես ասում եի, որ ինքը կարող վերահսկի, չի կարող վերահսկի դրա մասին է մտածում, ես կարող եմ ցանկացած ժամանակ թողամ, բայց ինքը այն հարցին չի պատասխանում, թե ընդհանրապես ինչի եմ օգտագործում։ Հիմա ամենաառաջի քայլը այդ պետք է լինի, որ ես հիմա ուզում եմ բուժվեմ, թե ուղղակի ես փախնում եմ։ Ես վերահսկում եմ իրավիճակը, թե ես արդեն թակարդի մեջ եմ։ Բայց մինչև այդ լավ կլինի, որ մարդը հասկանա, որ իր գլխի մեջ երեք հատ ձայն կա, ասենց ասեմ, մեկը դատավորն է, որ ասում է քննադատությունը, դու պետք է, դու պարտավոր ես, դու թույլ ես, դու ոչնչություն ես, դու ոչ մի չես կարող։ Երկրորդը դա երեխան է, որ ասում է ես ուզում եմ, ես ցանկանում եմ, ես վախենում եմ կամ ես չեմ դիմանա, ինձ համար դժվար է եւ այլն։ Հասկացա՞ր։ Այն մեկը չափահասը, դա ոնց որ դիտորդ լինի, որ նայում է։ Ու ինքը այդ երկուսին ասում է հələ բերեք նստենք մի հատ նայենք փաստերի։ Ստե ոնց որ ասեցի սկզբում վատը այնա, որ մեր մեծահասակը թութակինը հիշում ես հակված է միշտ կամ ծնողի կամ երեխու կողմից։ Այդ ժամանակ հեշտ է համ արդարանալը, համ սուտ խոսալը, համ պատասխանատվությունից փախնելը։ Հասկացա՞ր։ Ու հիմա ամենալավ բանը, որը որ կարա քո մեծահասակին առաջ բերի, դա հարցեր տալն է։ Պարզ է։ Պարզ է, բայց մի հատ ուզում եմ այդտեղ մի պուճուրիկ բան կա բաց թողած, որը ես ուզում եմ լրացնենք։ Ենթադրենք, որ այն պատճառաբանությունը, որը մեր փոքրիկը, հա, երեխան սենց դրած բրթում է, ունի որոշակի հիմքեր։ Ու այդ հիմքերը նույն այդ հիմա շատ տարածված ADHD համախտանիշի մասին խոսքն է։ Ինչ է ինքը։ Ինքը պետքա բացել նայել, ինքը ավելի շատ այն նրա մասին է խոսում, երբ որ մարդը չի կարող կենտրոնանալ մի բանի վրա, իր ուշադրությունը ցրված է, իր մտքերը ցրված են, ու դա ճանաչված է որպես առանձին հիվանդություն, որ թույլ չի տալիս, որ ինքը օրինակի համար իր ամենօրյա կյանքը նորմալ վարի, կենտրոնանա, ասենք ինչ որ գործողության վրա կարողանա կատարի։ Ու ինքը այդ դեպքում ասում է ինձ օգնում է թմրանյութը, որպեսզի ես փաստ ունենում տակը բացի մնացած արդարացումներից, որոնք կարա ինքը իր համար հորինի։ Էլի արդարացում է, նայ, ես այս ավարտություններն ասելով գալու եմ դրան։ Երբ որ դու կենտրոնացման խնդիր ունես, չէ՞։ Դրա մասին ոնց հասկացա այդ ասածը։ Չեմ կամ 5 րոպե կենտրոնանալ։ Լիքը վարժություններ կա, որ կարաս կենտրոնանաս։ Պարտադիր չի թմրանյութ ունես որ կենտրոնանաս, հասկացա՞ր։ Ես իմ ոդկասթներից տանում, հա? Տենց հասկանում։ Հա, դու պիտի այդ վարժությունները անես մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, որ իրանք ինչ որ արդյունք տան քեզ։ Իսկ մի հատ սաղ տեղն ընկա, հասկացա՞ր։ Մեր ուղը ասում եմ մալարկոտ է, ինքը էներգիա խնայելու համար է, հենց ինքը իր համար, ինքը չի մեր համար խնայում, ինքը իր համար է էներգիա խնայում, ու չի ուզում լարվի։ Հա, այդ միանշանակ, դա։ Դրա համար լավ է մի հատ ընդունում 2 վայրկյան քաշեցի, վсё։
նորմալ հանգիստ եմ ու ուշադրությունը ստեղնա կարող եմ գործանալ։ Всё։ Քանց թե անվտանգ, հա, քանց թե անվտանգ 3 ամիս տարապ եմ վարժությունների ձեռը, որ հետո սաղ կյանքս մաքուր առողջ ապրեմ, չէ, լավ է, մի հատ քաշեմ, գնամ գործ։ Հասկացա՞ր։ Հիմա վարժությունները, ասացի որ պիտի հարցերի պատասխանես, որ քո այդ մեծ ասակը զարթնին է, շորով ոնց որ բրից վերում ես, էլի թութակի վանդակի։ Բայց ճիշտ հարցեր են պետք, որովհետև շատ ժամանակ ոնց արդեն հասկացան, դու կարաս նրանց հարց տաս, որը որ չբացի մեծահասակիդ, այսինքն դու կարաս հարցնես իսկ նորմալ է սա որ օգտագործում։ Որ ասենք ասի հա բա ոնց։ Ապրես, որովհետև բոլորն են այդպես անում։ Ես պատկանում եմ ցեղին, հասկացա՞ր։ Սա օգնում է, քեզ օգնում է, ըստ առաջի հայացքից էսի նորմալ հարց է։ Քեզ օգնում է ADHD-ի դեպքում կենտրոնանալու, չէ՞։ Հա, օգնում է։ Ինչ կա։ Որովհետև ինձ ավելի հեշտ է դառնում այդ ապրես։ Ու կարամ թողնեմ։ Երբ ուզեմ։ Հասկացա՞ր։ Սրանք էլի հարցեր են, սրանք էլի ոնց որ փաստեր են արձանագրում, բայց սա քո մեծահասակին չի արթնացնում։ Հիմա այս գործարքային վերլուծության մեջ կա 3 հարցերի, 3 շրջանակ ոնց որ կոչվում, 3 հատ հարց տալիս ես, որ քո մեծահասակը զարթնի։ Հասկացա՞ր։ Ըստ նպատակն է նա, որ այս հենց 3 հատ չի, ուղղակի տենց է կոչվում։ Սա նպատակն է նա, որ հարցերդ այնպես ձևակերպես, որ իր պատասխանները ոչ մի էմոցիա չառաջացնեն։ Իրանք առաջացնելու են էմոցիա, իրանք առաջացնելու են, հեսա որ հարցերը տամ կասկած, բայց դրանք այն չեն, ինչը որ մի քիչ առաջ նշեցի, օգնում է, նորմալ է, որ օգտագործում ես նորմալ է, կարաս թողած, հասկացար, բայց հիմա նա ինչ հարց է, որքան գումար եմ ծախսել սրա վրա վերջին 30 օրվա ընթացքում։ Այս հարցը քո մեջ էմոցիա չառաջացրեց, մինչև չես պատասխանելու։ Զուտ հաշվարկ ես անում։ Ապրես, այսի փաստի արձանագրումը, դա ստուգելի է։ Օգնում է թե չի օգնում, դա վիճելի հարց է, դա փաստ չի, չես կարող ասես կօգնի հաստատ։ Հասկացա՞ր, ինչ եմ ասում։ Զուտ թմրամիոտ օգտագործելու վրա քանի ժամ եմ կորցրել իմ կյանքից։ Հա։ Թմրանյութ օգտագործելու ընթացքում բարելավել եմ իմ աշխատանքային հարաբերությունները, իմ ընտանեկան հարաբերությունները, իմ ֆինանսական վիճակը, իմ առողջական վիճակը, թե չէ։ Այս դրանք երևի առանձին հարցեր։ Հա։ Որտեղ օրինակի համար մարդը կարա ասի, հա, իմ աշխատանքային հարաբերությունները ես բարելավել եմ։ Ինչո՞վ։ Որ այնքան բռնկվող չեմ եղել, հանգիստ եմ եղել, կարացել եմ մարդկանց հետ հանգիստ խոսամ։ Հիմա նայ։ Հենց մի անգամից բերեցի։ Էսի մի խումբ հարցերի, հաջորդը, ինչ ամենավատ բանը կլինի, եթե ես այսօր չօգտագործեմ։ Կռիվ կանեմ։ Հա, ինչ։ Իշիմ։ Երևի, ենթադրում եմ։ Նայ, եթե պատասխանը ելնում է տենց նեգատիվի վրա, չէ, կռիվ կանեմ, կճպայնանամ, հոգնեցություն կզգամ, կրկնվածություն կզգամ եւ այլն։ Տենց դու փորձում ես փախչես չզգալուց, ոչ թե կախվածությունը բուժելու։ Էդի քեզ արդարացում ես սարքում, դե բա կռիվ կանեմ, ոչ չուկտեմ։ Հասկացա՞ր։ Բա ինչ տարբերակներ կարա լինի, որ Չէ, տարբերակի հարցը չի, ստե ուղղակի գրում ես ինձ հարցակրելի բան կարա լինի ու գրում ես ինչ կարա լինի, всё։ Որ դու էդի տենաս, մինչև դու չտենաս, դու դրանով չես կարող զբաղվես։ Ես կզգամ կրկրվածություն։ Ոնց կարամ անեմ, որ չզգամ կրկրվածություն ու դա էլ չօգտագործեմ։ Հա, օքեյ։ Հասկացա՞ր։ Հա, հիմք ես բացահայտում, որ հետո կարողանաս այդ հիմքը։
ու ասացի չէ 3 շրջան է, երրորդ հարցը, որ եթե ես կողից լինեի դիտորդ կամ ինձ տեսնեի կամ ասենք ընկերուհի քույր եղբայր կապ չունի կողից այն ինչ որ ես եմ անում տեսնեի որ կողից ինչ որ մեկը անում ոնց կարձագանքեի դրա Okay. Այսի հարցերը որ մարդը ինքը իր համար պիտի տա, պիտի պատասխանի ու ինչ որ քայլեր կսկսի արդեն անել սրանից հետո բայց էլ եմ ասում մասնագետի վերահսկողության ներքո մի քանի հարցեր ավելացնեմ որ եթե ասենք ես կամերա լինեի իմ առօրյան ինչ կձայնագրեր Ինչ անեի մի հատ է եթե ես լինեի կամերա տեսախցիկ տեսախցիկը իմ առօրյան ոնց կձայնագրեր ինչ կձայնագրեր ինչա կտալ իմ առօրյա կտենար որ շատ եմ ասենք տխրում կտենար որ շատ եմ կոնֆլիկտային օրինակի համար հասկացար ինչ կտենար որ 20 անգամ հաց եմ ուտում օրը հավբաժակ կոֆե եմ խմում շահադություն եմ գրել հասկացար Ովքից հայացք հա մի տեսակ էլի փաստերի արձանագրումով Այ ուրեմն հիշում ես որ սկզբից էլի մի բան հիշացրեցի որ հա այստեղ ու հիման ու անցյալը ապագան sense մի հատ հետաքրքիր վարժություն կա որ կոչվում է 15 րոպե հետո Էդի կազինոյի մեջ էլ եմ ասել ու էդի աշխատում է այս տնօրենի հետ է կապված ես կարամ թողամ ես կարամ թողամ ես կարամ օգտագործեմ բայց հիմա չէ 20 րոպեից Հա Քո ուղեղը հանգստանում է որ դու իրան չես արկելու քո ծնողը հանգստացավ արկելու ես չեմ օգտագործում ներքապային քո երեխան հանգիստ է ես կարամ օգտագործեմ ինձ թույլ է տրվում բայց հիմա չէ 15 րոպե այդ ներքին կոնֆլիկտը նվազում է հասկացար դու ինքը կարող մի ժամ տևա կարող 2 ժամ տևա նայած դու ինչ ժամ կտրամադրես քեզ կարաս ասես ես կարամ օգտագործեմ հիմա չէ 5 ժամից Բայց հետաքրքիրն է որ դու 5 ժամ չես դիմանալու ամենաառաջին կոտրվելու այս 5 րոպե հետո 10 րոպե հետո ու այդ կոտրվելը երբ որ ծնողը դասի տեսա ոչնչություն չես էլ դիմանում պետք չի երեխեդ գնա ուրիշ տեղեր հա ես նոր եմ սովորում հիմա 5 րոպե վաղը կփոխեմ 7 րոպե հասկացար այս տան որպես վարժություն րոպեին կոտրվեցիր օգտագործեցիր չսեղմես քեզ որ այ վсё չեղավ ուրեմն վсё գցում եմ մի կողմ պետք է այլ փորձել ապրես որովհետև սովորությունը առաջնայինը մասշտաբը երկրորդականից միշտ ասեմ ու մարդու մոտ սովորությունը ինքն իրանով հոգեկանը բակում չի սիրում եթե ինչ-որ բան հոգեկանի մասովորությունը դառը դու չես կարող ռիսկի իրան pasնես կորի գնա ինքը իր մոտ բակում առաջանում իրան պետք է մի բանով լցնել եթե մի սովորություն ուզում ես չլինի քո կյանքում դրա տեղը պիտի մի հատ ուրիշը ձեռք բերես որ վակում չմնա տեղը հասկացար ու այս պահին ամենալավ տարբերակը ես կարամ օգտագործեմ բայց կես ժամից կառավարելի դարձնես քո համար հա Այսի այ իսկական վերահսկողությունը կլինի էլի հա վերահսկողությունը այլ իրական վերահսկողությունը այո այսքանով ես վերջ ոնց որ շատ կարելի է խոսալ բայց մենք արդեն ոնց որ 2 ժամը ստենք մեզ լսողները մենք են լավ օքեյ շատ չվանանենք ուղղակի մի հատ կուզենայի վերջնական ոնց որ outcome-եր հա ամփոփումը որ ես տամ իմ հասկացողությամբ որ ինչքան էլ ասեմ որ կանեփը թույլ է բնական է եւ այլն բուժիչ է հասկացանք որ ամեն դեպքում ինքը հաստատ չարժի ինքը ունի իր վնասները ու բուժիչ կանեփը լրիվ այն կանեփը չի որը մենք օգտագործում բայց over օգտագործումը հաստատ այն բուժիչ կանեփը չի այսինքն այս մի արդարացումը հաստատ չի աշխատելու երկրորդը մենք նաև հասկացանք որ նույնիսկ եթե երկրներ կան որ թույլատրել են այսինքն մի բանը անցել ենք հա մի պատնեշ հա մի պատնեշը ջնջված է միևնույնն է ինքը մնում է վնասակար նույնիսկ այդ դեպքում ու դրանից իր լավ ու վատ լինելը չի փոխվում
օգնի։ Հասկացանք, օգտագործման միակ պատճառը այդ ներքին զգացողությունն է, ներքին դատարկությունն է, ներքին ամոթն է, ներքին մեղքին զգացումն է, որից մարդը միշտ փորձում է փակնի։ Հասկացա՞ք։ Այո, մեր փոքրիկի վիճակն է, որը մաքսիմալ փորձում է իրանը առաջ տանի ու արդարանա քննադատ ծնողի մոտ։ Դե որտեղ ծնողը ամենակարևոր հիշելու բանը, որ երբ որ մարդը իրոք մտածում է, ուզում է թարգի, վարությունների օգնությամբ կարողանա գտնի հիմքը, այսինքն չփորձի զուտ սիմպտոմի դեմ պայքարի, այլ հասկանա, թե որտեղից է գալիս ու մաքսիմալ լուծի հենց այդ խնդիրը։ Այո, իսկ դա անի մենակ մասնագետի հետ էլի եմ ասում, ոչ թե մեր սիջայից հիմք ընդունելով։ Հա, առողջապահության նախարարությունը զգուշացնում է։ Այո, ծպել է վրասական երաժշտության։ Զուտ մտքեր ենք տալիս, որը հետո մարդիկ կարողանան սկիզբ որպես ընդունել ու հստակ քայլեր ձեռնարկել հետագայի իրենց լավացման ու հետո գիտես, սենց մի պահ էլ կա, այս թեմա է, ես հիշում ես, որ ասեցի այդ մտերմությունը ինձ իմ մոմենտը, որ մարդը ռիսկ չի անում այս թեմա խոսա ինչ-որ մեկի հետ։ Հա, իսկ գաղտնիությունը էլի ի վնաս է աշխատում։ Իսկ սենց կարա մտնի, նայի, լսի, ինչ-որ մի բան հասկանա, թեկուզ մի տոկոսը այս վիդեոյի ու ինքը որոշում կայացնի, որ էլ չի ուզում օգտագործի։ Հասկացա՞ք, մենք են աշկերներս փակ չլսող գաղտնի ընկերն ենք, որ կարա սիրտը բացի էլի, կոպիտ ասած լսի, հասկանա, որ սա սենց աշխատում։ Ոչ այ, զուտ լսում է, զուտ փորձում օգնել։ Շատ շնորհակալություն։ Քեզ էլ։ Մինչ հանդիպում։ Շատ բարի։ Կհանդիպենք։